Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա մեր հյուրն է տիկին Զարուհի Փոստանջյանը, բոլորը ճանաչում եք, բայց վերջին մոտավորապես մի 4-5 տարին տիկին Փոստանջյանի գործունեությունից ծանոթ չենք, տիկին Փոստանջյան, բարև ձեզ, խնդրում եմ ներկայացրեք ձեզ մի կարճ Երկիր Ծիրանի կուսակցությունը կա թե չէ եւ ինչով եք զբաղվում, խնդրեմ։ Նախ զբաղվում եմ, ասեմ ձեզ, որ ներկայացնում եմ քաղաքացիների իրավունքները եւ շահերը դատական պրոցեսներում, բացի այդ նաեւ Երևանի ավականու անդամ եմ։ Կուսակցությունը իհարկե, որը ես ղեկավարում եմ, այս պահի դրությամբ ակտիվ գործունեություն չի ծավալում, քանի որ քաղաքական դաշտը այնպիսին է, որ հնարավոր չէ խոսել եւ լսված լինել, որովհետեւ ընդդիմադիր դաշտում գործելը այդքան էլ դյուրին չէ, բայց այնուամենայնիվ պետք է ասեմ, որ նաև իմ քաղաքական գործունեության հետևանքով թե արդյունքում ես այս պայծրությամբ նաև մեղադրյալ եմ եւ եզակին եմ, ով մեղադրվում է այն բանի համար, որ չի կատարել, իբրև թե չի կատարել դատական ակտը, համաձայն որի ես պետք է հերքում տպագրեմ ինչ որ մի մամուլում, կապված, որ Նիկոլ Փաշինյանը հողերը չի վաճառել, նրան նախկին իշխանությունները չեն բերել մցրել խորհրդարան, հողերի վաճառքի դիմաց նա գումարներ չի ստացել։ Մի խոսքով, այսինքն իմ կարծիքը արտահայտելու համար ես նաև այսօր մեղադրվում եմ եւ մեղադրանքի իհարկե հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Ես եզակին եմ, ում դեմ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան եւ այդ հայցը դարձել է արդեն նաև քրեական գործ։ Եվ այս տարիների ընթացքում թեպետ կարող ենք ասել, որ իմ քաղաքական գործունեությունը չի լուսաբանվել, բայց այնուամենայնիվ այնքան գործունեություն եմ ծավալել, որ բավականին վնասներ եմ պատճառել այս գործող իշխանությանը, որի հետևանքով եւ մեղադրյալ եմ արդեն երկրորդ անգամ եւ բացի այդ նաեւ հալածվում եմ ամեն ձևի այս ապօրինի չասեմ այդ թուրքական իշխանությունների կողմից։ Շնորհակալություն տիկին Փոստանջյան, մի մեջբերում հարգելի հետևորդներ, ովքեր միկրոֆոնը թեկուզ միամիտ հանգարց բացած, ես ավտոմատ կփակեմ։ Բոլորդ փակվեք, որպեսզի արձագանքում չլինի։ Տիկին Փոստանջյան, շնորհակալություն ձեզ շատ հատկեշ ներկայացնելու համար։ Մեր էջում հիմա գտնվում են երևի Հելի քաղբանտարկյալ, անունը չասեմ, կամ ներ, ինչ որ է, ոչ մեկ թող անունը չբարձրացնի, հերթով կխոսենք։ Մի հարց, տիկին Փոստանջյան, դուք ավականի եք որ կուսակցությունից։ Երկիր Ծիրանի։ Երկիր Ծիրանից ավականի կարող եք անցնել, հավաքել եք ձայն։ Այո, դաշինքով ենք մասնակցել։ Ում է դաշինքով։ Դաշինքի անունն է Մայր Հայաստան։ Հա, Մայր Հայաստան։ Բարձր։ Շնորհակալություն, բոլորդ հարցը կտակ։ Հիմա տիկին Փոստանջյան, դուք ասեցիք, որ ձեր վրա դատական գործ է, մի քանի օր առաջ ասեցիք, որ ձեր հայրական տան վրա արդեն որ երրորդ հարձակումն է։ Ես հիշում եմ նաև, որ ձեր վրա էլ էր դատանում, որ խփել էին ձեր ձեռքին, դա էլ եմ հիշում։ Հա, դուք ելույթ եք ունեցել նաև Հայլի ակումբում անընդհատ։ Հիմա մի հատ հարց, մեկ ունենք, ասենք, քաղբանտարկյալներ, որոնց գործով դուք նաև զբաղվել եք, բառացի քաղբանտարկյալա, որովհետև Սասնա ծռերի գործով մարդիկ մարդ չեն սպանել, դա փաստը կա, բայց այդ մարդիկ գնացին ցմահի տակ։ Եթե Սերժ Սարգսյանը տվել էր 8 տարի, Նիկոլ Փաշինյանը եկավ դրեց ցմահի տակ։ Դա Արմեն Վիլյանն ու Պավլիկն են։ Ճիշտ է, եթե չեմ սխալվում, այդ հարցով էլ եք դուք զբաղվում։ Հիմա խնդրեմ մարդկանց ձեզ հարց տան, ինձ առանձին խնդրել էին հարց տալ, տիկին Աստ, ոնց որ խնդրեմ մի հատ հարց տվեք դուք։ Մեջն է, հա։ Այո, բարև ձեզ։ Հա, խնդրեմ, բարև ձեզ։ Խնդրեմ, մի հատ հարց տվեք տիկին Փոստանջյանին։ Տիկին Փոստանջյան, բարև ձեզ։ 4 ժամ առաջ հաստատ։ Խնդրեմ։ Ուրեմն որքանով որ ներկայացվեց Թադևոսյան Գագիկի կողմից, ուրեմն փոստային առաքումը, որ ուղարկվել է Եվրոպական դատարան, համապատասխանում է առաքվածը եւ ստացվածը, ճիշտ է։ Այո։
Եվ որոշակի հանգամանքներում ինչ որ փաստաթղթեր են բացակայել, ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, կարող եք ասել, եւ որ հատվածում, ասենք Եվրոպական դատարանի գրասենյակում է դա անհետացել, թե ասենք գրասենյակից մինչև դատավոր այդ ժամանակահատվածում եւ որքանով է դա հնարավոր իրականացնել։ Առայժմ այսքանը խնդրում եմ պատասխանեք, եթե հարց լինի նորից կառաջադրեմ։ Շնորհակալություն հարցի համար։ Ինչու մենք որոշեցինք, որ այս հաղորդումը տեղի ունենա, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը պետք է քննի մեր բողոքները ընդդեմ այս գործող իշխանությունների, արդեն որ երրորդ դեպքն է իմ կողմից արձանագրում, իսկ մասնավորապես Արմեն Բիլյանի եւ Պավել Մանուկյանի բողոքները, որոնք շատ կարևոր են, որովհետեւ այդ մարդիկ գտնվում են բանտախցերում եւ նրանց իրավունքների վերականգնումը առաջնահերթ խնդիր է եւ շտապ խնդիր է։ Պարզվեց, որ ես ստանում եմ անակնկալ կերպով, բավականին ուշ ժամկետներից անցումներով, ստանում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից որոշում միանձնյա դատավորի կողմից կայացված եւ այդ որոշումը ինձ իհարկե բերում է անակնկալի այն իմաստով, որ այս բողոքը, որը ներկայացվել էր իմ կողմից իրենց խախտված իրավունքների վերաբերյալ, չէր կարող այսպիսի որոշման ներքո մերժվել։ Ես ունեի արդեն հստակ կասկածներ, որ ինչ-որ մի բան այնպես չէ եւ հետեւաբար իմ գործընկեր կազմակերպության հետ, ում հետ որ գործընկերային հարաբերություններ ունեմ փաստաբանական ասպարեզում, խնդրեցի ֆրանսիացի փաստաբանին, որպեսզի նա միջապես, որովհետեւ հասկանում եմ նման պատասխան ստանալուց հետո, նման որոշում ստանալուց հետո, գործը պետք է նաեւ լիկվիդացվի, այսինքն ոչ թե արխիվացվում է, այդ բողոքի այդ նաև փաստաթղթերը, փաթեթը ամբողջությամբ նաև վերացնում են, որպեսզի այդ վերացման process-ը, որը նույնպես ժամանակ է տանում, այդ ժամանակի մեջ ես տեղավորվեի եւ հանկարծակի այդ մեր փաստաթղթերը նույնպես չվերացնեին, ես խնդրեցի իմ գործընկերոջ ֆրանսիացի փաստաբանին, որ նա անմիջապես մուտք գործի դատարան, քանի որ փաստաբան է, այդ իրավունքը իրեն վերապահված է, դիմեց եւ ծանոթացավ գործի նյութերին, թե ինչպես է իմ բողոքը հասել այնտեղ, ինչ ճանապարհներով է անցել եւ ինչու է այդպիսի որոշման հանգել։ Եվ պարզվեց հետևյալը, որ բողոքը մուտքագրվել է դատարան օրինական կարգով ժամկետների մեջ, բայց բողոքի փաթեթը, այսինքն այն տուփը, որի մեջ, քանի որ բողոքը բավականին ծանր էր, հնարավոր չէր այդ բողոքը տեղավորել մենակ ծրարի մեջ, թեկուզ մեծ ծրարի մեջ, այլ պետք է ունենալ մի տուփի նման հնարավորություն, որպեսզի այդ ամբողջը մենք տեղավորեինք մեջը։ Այդպես էլ արեցինք, տեղավորեցինք եւ ուղարկեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Պարզվեց այդ փաթեթը, այսինքն կառոպկան, սրանք հատուկ վերացրել են։ Այդ կառոպկան գոյություն չուներ։ Եվ կազմվել է կեղծ զեկույց, որը ոչ թե կառոպկան չկա, ժամկետը չկա, որ ժամկետների ներքո հասել է գործը դատարան, այլ ընթացակարգով զեկույց է կազմվում դատարանի պաշտոնյայի կողմից, մեր հայկական բաժանմունքի պաշտոնյայի կողմից, որի ինիցիալներն են Արևիկ Ստեփանյան, եւ այդ զեկույցի ներքո նոր արդեն իսկ կանոնակարգի խախտումներով դատավորը կայացնում է որոշում, այսինքն մենք ունենք արդեն իսկ ամրագրված ընթացակարգերի խախտումներ, որոնք ասում են այն մասին, որ տեղի է ունեցել դիտավորություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որովհետև ես նաև ձեզ ներկայացրեցի, պարոն Թադևոսյան, այն կտրոնները, որ ոնց է գնացել հասել մեր բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հիմա տեսեք, այդ կտրոնները, որոշումը
իմ կողմից ներգրաված ֆրանսիացի փաստաբանի գործառույթները այս ամենի մասին ես իրազեկել եմ Եվրոպական դատարանի համապատասխան բաժանմունքի պաշտոնյաներին, բայց մինչ այս պահը ես չեմ ստացել պատասխան։ Սա խոսում է բազմաթիվ հարցերի մասին, այդ թվում նաև մարդու իրավունքների Եվրոպական դատարանում մեծ կասկածների մասին, որ այնտեղ տիրում է կոռուպցիա, որովհետև այսպիսի ընթացակարգով, այսպիսի կարևոր գործով, այսպիսի պահանջված գործով, երբ մարդիկ գտնվում են հանիրավի բանտախցում, բողոքը այսպես շարքից հանվում է։ Ես նաև պարզել եմ, որ այդ Արևիկ Ստեփանյանը, որը այդ զեկույցը կազմել է, որի հիման վրա նաև մեր բողոքը շարքից հանվել է, պարզվեց, որ այդ տիկինը նաև ունեցել է մտերմություն Կարեն Անդրեասյանի հետ։ Կարեն Անդրեասյանը դուք գիտեք ով է, ով նախկինում մարդու իրավունքների պաշտպանն էր Հայաստանի Հանրապետությունում, իսկ գործող իշխանությունների օրոք նաև զբաղեցնում էր շատ կարևոր պաշտոններ, որը վերջերս ուղղակի մի քանի ամիս առաջ, չգիտենք ինչ պայմաններում, հրաժեշտ տվեց այդ պաշտոնին։ Այսինքն մենք հասկանում ենք, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանում այսպիսի կարևորագույն հարցերի վերաբերյալ կարևորագույն են այն առումով, որ նրանք ունեն մեծ քաղաքական բաղադրիչ, այսինքն Արմեն Բիլյանը եւ Պավել Մանուկյանը հենց այնպես չեն դատապարտվել հանիրավի այդքան տարիների ազատազրկման, ասեմ ձեզ, նրանց նկատմամբ պատիժը ցմահ ազատազրկում չէ, բայց այնուամենայնիվ այն պատիժը, որը նշանակվել է եւ այն արդարացման դատական ակտը, որը կայացվել էր, որ Արմեն Բիլյանը մասնավորապես մեղավոր չէ, արդարացվել է, այս դատական ակտը Վերաքննիչ դատարանը ուղղակի մեկ դատական նիստ անելուց հետո փոխեց, այսինքն նիստ չի արել, քննություն չի արել, փոխեց եւ Արմեն Բիլյանին դատապարտեց 25 տարվա ազատազրկման, Պավել Մանուկյանին նույնպես դատապարտեց երկար տարիներով ազատազրկման։ Սա խոսում է այն մասին, որ հայկական դատական process-ը բացարձակ եղել է անարդար, այսինքն պատվերի ներքո, պատվերը եղել է ի սկզբանե դեռ 16 թվականից եւ շարունակվում է առ այսօր, շարունակվում է եւ այդ պատվերի ձեռքերը հասել են մինչեւ մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Այսինքն Եվրոպական դատարանում գործում է հայկական բաժանմունքը ստանում է բողոքները եւ այդ բողոքների հետ վարվում է այնպես, ինչպես վարվեցին Հայաստանի Հանրապետության դատարաններում։ Դատավորին ներկայացվում է մի զեկույց, որի ներքո դատավորը որոշում է կայացրել, որոշում, որը կեղծ տվյալների հիման վրա է։ Հիմա մենք պայքարում ենք, այս պայքարությամբ ես էլի բողոք եմ ներկայացրել, էլի անհանգստացնում եմ, էլի եմ անհանգստացնելու եւ Եվրոպական դատարանի համապատասխան պաշտոնյաներին եւ ինչու՞ չէ նաեւ Ֆրանսիայի իրավապահ մարմիններին, որովհետեւ Ստրասբուրգում գործող դատարանը նաեւ Ֆրանսիայում գործող դատարան է, անկախ նրանից, որ դա միջազգային դատարան է, բայց այն պաշտոնյաները, ովքեր այնտեղ գործում են, չնայած նրան, որ ունեն որոշակի պաշտպանություն, բայց այնուամենայնիվ, եթե թույլ են տալիս քրորեն հետապնդելի արարքներ, ապա Ֆրանսիայի իրավապահ մարմինները նրանցով պետք է զբաղվեն։ Այսքանը, եթե կան էլի հարցեր, խնդրեմ մեծ սիրով ես պատրաստ եմ։ Այո, եթե կարելի է, ուրեմն որքանով ես հասկացա, զեկույց է ներկայացվել Ստեփանյանի կողմից, իսկ դուք ինքներդ այդ զեկույցին ծանոթացել եք։ Ոչ, հիմա տեսեք, քանի որ ես արդեն այդ զեկույցի վերաբերյալ իմ եզրահանգումներն եմ անում։ Եթե կար խնդիր ժամկետի, այսինքն տեսեք, եթե կար խնդիր կապված ծրարի կամ այդ փաթեթի կամ այդ տուփի հետ, որը գոյություն չունի, անհայտացել է, սա արձանագրվել է
իմ կողմից, այսինքն սա փաստարկված է, արձանագրված է այն ֆրանսիացի փաստաբանի կողմից, ով գնացել է ստուգել է մեր ամբողջ ֆայլը, փաթեթը, որ այդ մեր փաթեթի այդ ծրարը չէ, այդ կարոպկան, այդ տուփը գոյություն չունի։ Դա արձանագրված է։ Եթե սա էր խնդիրը ժամկետների հետ կապված, ապա ինձ պետք է տեղյակ պահեին, որ ձեր բողոքը չի հասել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ժամկետների մեջ։ Նման հարցադրում, նման կոմունիկացիոն նամակ ես չեմ ստացել, բայց դրա տեղը ես ունեմ համապատասխան կտրոնները, որ իմ բողոքը ժամանակին տեղ է հասել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսինքն, այս փաստարկի ներքո չի կայացվել դատավորի որոշումը։ Դատավորի որոշումը կանոնակարգի այլ հղում է կատարել։ Հետևաբար խոսում է այն մասին, որ սխալ զեկույց է կազմվել։ Զեկույցը չի կազմվել այն մասին, որ գիտեք ինչ, այն տուփը, որը եկել է չկա, հետևաբար մենք դրա համար չենք կարողանում պարզել, երբ է մուտքագրվել դատարան։ Այսինքն, ես այս ամենը եզրահանգումով եմ կատարել, բայց այս եզրահանգումները ունեն իրենց տակը հստակ փաստեր, ապացույցներ, որ տեղի է ունեցել ապօրինություն, ուր է այն փաթեթի այդ տուփը, որը կորել է։ Եթե կորել է, եթե կա ժամկետների խնդիր, ապա ինչու այդ հարցը չի բարձրացվել եւ այդ մասին չի կազմվել զեկույցը։ Շնորհակալություն Տիկին Ֆրոսման ջան։ Եթե կարելի է երկու հարց էլ, հա, եթե իհարկե շատ չեմ առաջադրում։ Հա, այսինքն ձեր պատմածով ես նենց հասկացա, որ բողոքը համարվել է անընդունելի։ Այո, չեն ընդունել բողոքը։ Բողոքը համարվել է անընդունելի։ Իսկ դուք ձեր վստահորդների շահերը փորձել եք Հայաստանի քննչական մարմիններում եւս պաշտպանել։ Այնքան ենք փորձել պաշտպանել, որ բանից հետո, որ ասենք կոնկրետ փաստեր ունեք, որ այնտեղ փաստաթղթային կեղծիք է իրականացվել, ըստ էության դրանք այդ ձեր կողմից մատնանշված անձն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, անկախ նրանից թե որտեղ է պաշտոնավորում, նրա նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության օրենքները։ Եվ երկրորդ եւ մի հարց էլ եթե կարելի է, ինձ կուղեք, եթե ես սխալ եմ, շտկեք, խնդրում եմ։ Եվ մի հարց էլ Եղիշե Կիրակոսյանի լիազորությունները դադարեցվելու արդյունքում դադարեցին նաև նրա հետ նույն մի շարք նաև աշխատակիցների աշխատանքային իրավունքները։ Այդ տիկինը այդ կազմում չէր։ Չէ, հիմա տեսեք, առաջի հարցը պատասխանեմ ու անցնենք երկրորդ հարցին։ Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, անկախ նրանից, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ տիկինը աշխատում է հայկական բաժանմունքում, նա հանդիսանում է միջազգային կազմակերպության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձ եւ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այսինքն քրորեն հետապնդելի արարքը Հայաստանի Հանրապետությունում տեղի չի ունեցել, անկախ նրանից ես չգիտեմ այդ տիկինը նաեւ որ երկրի քաղաքացիություն ունի, նա գտնվում է պայմանագրային հարաբերությունների մեջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ եւ դեպքը տեղի է ունեցել այնտեղ, հետեւաբար ես դրա համար հիշատակեցի Ֆրանսիայի իրավապահ մարմիններին, այսինքն դա իրենց իրավազորության ներքո է։ Սա առաջի հարցի պատասխանը։ Երկրորդ ձեր հարցի պատասխանը բխում է հենց դրանից։ Ուրեմն այս տիկինը աշխատում է Եվրոպական դատարանի հայկական բաժանմունքը սպասարկող այդ բաժնում։ Եղիշե Կիրակոսյանը եւ նրա այդ թիմը աշխատում էր
Հայաստանի Հանրապետության կառավարության մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի բաժնում։ Այսինքն տարբեր են, այսինքն Եղիշե Կիրակոսյանի աշխատանքային պայմանագրային հարաբերությունները ընթանում էին Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։ Մի կողմում կառավարությունն էր, մի կողմում իրենք էին։ Այսինքն այսպիսին էր նրանց աշխատանքային իրավահարաբերությունները։ Իսկ այս տիկնոջ իրավահարաբերությունները հենց մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ են։ Հետևաբար, այսպես ասենք, մետաստազները այս գործող իշխանության այնտեղ են, շարունակում են գործել, չնայած նրան, որ Կարեն Անդրեասյանը, Եղիշե Կիրակոսյանը եւ այլն հրաժարական են տվել, բայց թե տակը ով է մնացել եւ ինչու տվեցին այս առաջի դեմքերը այդ հրաժարականները, մենք դեռ չգիտենք, բայց եկեք չմոռանանք, որ այս բոլոր հրաժարական տվող անձինք նաեւ շնորհակալություն էին հայտնում ում գլխավոր թուրքին։ Չենք մոռանում դա, որովհետև նրանք իրենց հրաժարականները այդ կերպ հայտնեցին։ Այսինքն այնպես չէր, որ ինչ-որ խնդիրներ են եղել, դրա համար են գնացել։ Մենք չենք իմանում այս պայծրությամբ ինչու են նրանք հետ քաշվել։ Իսկ եթե հիմա ասենք նոր բողոք եք ներկայացնում, արդյոք դա հարգելի կարող է համարվել ժամկետի խախտում չի լինի։ Ես նոր բողոք չեմ ներկայացնում։ Ես պահանջում եմ, որպեսզի մեր հին բողոքը վերականգնվի կարգի մեջ, այսինքն մեր բողոքը ներկայացվել է ժամկետների մեջ, մեր բողոքը ներկայացվել է կանոնակարգի բոլոր կանոնների հարգմամբ եւ հետեւաբար մեր բողոքը, որը շարքից հանվել է ապօրինությամբ, պետք է վերականգնվի եւ մենք պետք է հասնենք դրան առաջնահերթ։ Իհարկե միգուցե հենց Հայաստանում լինի այնպիսի փոփոխություն, այնպիսի զգալի մասշտաբային փոփոխություն, որ հենց Հայաստանում մենք կարողանանք վերականգնել արդարադատությունը։ Հարց ունեք, արձագանք։ Շնորհակալություն։ Տիկին Պոստանջյանից մի հարց էլ գրեցին, անընդհատ կարճ տամ, էլի։ Այո եւ ոչ։ Դուք Հայաստանում միշտ եղել եք ընդդիմադիր։ Այո։ Կանչում եմ ձեզ։ Դուք նույնիսկ են անպակ գորգոր են Սերժին, որ 70 միլիոնի ժամանակ եւ այլն լիսկայի տղային։ Ձեզ, բայց անընդհատ հրավիրում են Հայլի ակում, որը շատ քիփա Սերժ Սարգսյանն է։ Ո՞նց են թողում ձեզ։ Չէ՞ որ դուք իրենց տերերին միշտ սենց ամենաբարձր ատյաններից սենց 10-ին կրակել եք։ Ասեմ ձեզ, ես ներկայացնում եմ նաև տիկին Անժելայի իրավունքները, նրան նաև ցուցաբերում եմ փաստաբանական օգնություն, հետ ունեմ մտերիմիկ հարաբերություններ, անձնական նաև կապերը նույնպես օգնում են, որ օգտվեմ այդ ակումբի լսարանի հնարավորություններից եւ Անժելան ինձ մեծ սիրով տրամադրում է այդ հնարավորությունը եւ երկար տարիներ է ես նրան ճանաչում եմ։ Շնորհակալություն, այլ հարց չունեմ։ Խնդրեմ, ով հարց ունի։ Այդ կյանքում նախնական կապերը մեծ նշանակություն ունեն եւ հարաբերությունները։ Շատ բան։ Շատ բան։ Հարց Գագիկ ջան։ Խնդրեմ, Սարգսյան Արտակ, խնդրեմ։ Բարև ձեզ, տիկին Պոստանջյան, Արտակ Սարգսյան, Քոչարի կուսակցության հիմնադիր, ներկայումս գրում եմ կալանք փոխվելա վարչական հսկողության նախաքննության դեմ։ Տիկին Պոստանջյան, ասեմ, որ ձեզ վաղուց եմ հետևում, դեռ չլինելով Հայաստանում, միշտ հետևել եմ, տեսել եմ իրական օպոզիցիա, ու ես մի քիչ այդ կողմից են ռուսերեն նյուխ բառը, հա։ Հետևել եմ 17 թվականներ կարծես, երբ որ ձեր դուստրը ձերբակալվեց, հա, հիշում եմ այտենց դեպքեր եղավ։ Ճիշտ եք հիշում։ Ոչ միայն ձերբակալվեց, այլ նաև վնասվածք ստացավ։ Ուղղությամբ մենք տեղափոխվեցինք հիվանդանոց։ Հիմա տիկին Պոստանջյան, մի երկու հարց ունեմ,
որը կուզեք կարող եք չպատասխանել, ասենք Անժելա Թադևոսյանը իհարկե ես էլ եմ հարգում, կապ չունի։ Թադևոսյան չի, Թովմասյանը։ Թովմասյան, կներեք, Թովմասյանը։ Չխառնեք։ Թադևոսյանը Գագիկն է, կներեք։ Հա, Իհարկե հարգում եմ, կաշկանդված որոշ բաներով դե հասկանալի աշխատավարձ են ստանում։ Հիմա հարցերս հետևյալն է։ Հենց նույն հարցը, որ Գագիկ Թադևոսյանը նոր հնչեցրեց, այդ 70 միլիոն էր թե 50 միլիոն էր սկանդալը։ Եթե, ասենք, լայն արձագանք միջազգային եղավ, բայց եթե կար փաստերը, ինչու չհանձնվեց գործը իրավապահ մարմիններին, եթե կային փաստերը, եւ ինչի շարունակություն չունեցավ այդ հանգամանքը, փոքր գումար չէր, պետական գումար էր, այսինքն նպատակը որն էր, եթե ասվեց ու շարունակություն չունեցավ, եսի պատասխանեք, հետո մյուս հարցը կտամ։ Ինչ շարունակություն եք ակնկալում։ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է զբաղվեին այդ շարունակությամբ, իհարկե ոչ։ Որ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեին դրա շարունակությամբ։ Դա պետք է մեր համար, որ մենք ինչ ունենք վերջ ի վերջո, ինչպիսի իշխանություններ ունենք։ Դրա համար էր պետք այդ հարցի հնչեցումը։ Եվ այդ հարցի հնչեցումը եղել է 2013 թվականին և 13 թվականից անցել է 12 քանի տարի է, արդեն 25 թվականն ենք և մենք ունենք փաստացի ինչ, եթե այն ժամանակ խոսքը գնում էր միայն գումարը տարվելու մասին, մենք հիմա կորցրեցինք մեր ըստ էության կորցնում ենք պետականությունը ամբողջությամբ, երբ 12,000 քառակուսի կիլոմետր տարածքը մենք պարտվել ենք, այսինքն ոչ թե պարտվել ենք պատերազմով, մենք պատերազմում հաղթել ենք, եթե չհաղթեինք 44 օր չէր տևի այդ պատերազմը, մենք ընդհանուր այդ 44 օրերի ընթացքում կորցրել ենք 2,5 շրջան և դրանք կարող էինք վերականգնել, այդ մռավի լեռները, ամբողջ Քարվաճառը, այդ վերևի տարածքները ուղղակի գրավոր հանձնվել են, թղթի վրա են հանձնվել, հետևաբար մենք ոչ թե իրական պատերազմ ենք պարտվել, այլ մենք պարտվել ենք այդ խաղերի մեջ և այդ խաղերի մասին էր խոսքը, հարցը, այլ ոչ թե այլ բանի մեջ, իսկ իրավապահ մարմինների վրա մենք հույս չենք կարող դնել, մենք հույսը պետք է դնենք մեր քաղաքական հասունության վրա և հասկանանք, որ այլևս ինչպիսի իշխանություն մեր համար պետք է ծառայի, իշխանություն, որը կարող է գնալ օրինակ խաղատուն, թե իշխանություն, որը պատրաստ է իր կյանքը զոհաբերել, իր ամեն ինչը զոհաբերել հանուն հայրենիքի։ Հետևաբար այսպիսին է իմ պատասխանը, ես չգիտեմ, դա ձեզ որքանով։ Շնորհակալ եմ, մի հարց էլ տամ, հետո մի քիչ թող ուրիշները հարց տան, Տիկին Զարուհի, դուք շատ եք խոսում Հայաստանի եվրոինտեգրման մասին, եթե չեմ սխալվում, ճիշտ է մեկնաբանությունը։ Գիտեք, ցանկալի կլիներ, որ մենք լինելով մեր քաղաքակրթական, այսպես ասած, ակունքներում Եվրոպա, ամեն դեպքում մենք ինձ այդպիսի քաղաքակրթության մեջ եմ պատկերացնում, բայց ես նաև այնքան սթափ եմ, այնքան փորձառու եմ քաղաքականության մեջ, բավականին երկար ժամանակ աշխատել եմ Եվրոպայի խորհրդում, որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ, շատ լավ եմ պատկերացնում Եվրոպան, այնպես չէ, որ Եվրոպան մեզ սպասում է, առաջինը դա, երբ որ կլինեն նախադրյալներ դրա վերաբերյալ, նոր մենք կխոսենք, Եվրոպան նույնպես այդքան իր մասշտաբներով այնպիսին չէ, որ կարող է իր մեջ կլանել մեր նման պետություններ և սա աշխարհաքաղաքականություն է, արդյոք այս տարածաշրջանը թույլ կտան, որպեսզի դառնա Եվրոպա և վերջ ի վերջո Ռուսաստանը
Եվրոպա է, թե ոչ։ Այստեղ շատ կարևոր հարցեր են։ Եվ ես չէի ցանկանա, որ մենք այս հարցին մոտենայինք այնպես, ինչպես որ մոտենում են այսօր Հայաստանում, որ մենք կողմնակից ենք եվրոպական ինտեգրմանը։ Իհարկե, շատ լավ է Եվրոպայի մաս լինելը։ Ես մասնավորապես կողմ եմ եղել, այո, երբ մենք այդ հարաբերությունների մեջ բանակցում էինք, ես ցանկանում էի, բայց արդյոք Եվրոպան որոշում ունի մեր նման պետությանը, մեր նման, մենք նույնիսկ գիտեք ինչ, իրանք շատ լավ հասկանում են, մենք կայացած ենք որպես պետություն եւ այլն, բայց արդի քաղաքական այս գլոբալ process-ներում այս հարցը օրակարգում դրված չէ։ Այն ինչ որ եղել է մի քանի տարի առաջ, այլևս աշխարհը ամբողջությամբ փոխվել է։ Եվ մենք պետք է հիմա հասկանանք, որ ոնց է դասավորվելու աշխարհաքաղաքական քարտեզը եւ այդ դասավորվածության մեջ մենք էլի չկորցնենք, բայց մենք արդեն սկսեցինք կորցնելով, մենք կորցրեցինք մեր այդ եվրոպական մտածելակերպի մեջ արդեն մենք պատկերացրեք մեր տարածքի 12000 քառակուսի կիլոմետրը կորցրել ենք, մենք որ տարածքով ենք գնալու Եվրոպա, ինչ հնարավորություններով ենք գնալու Եվրոպա եւ արդյոք Եվրոպան ունի այդ հնարավորությունները նաեւ մեզ ընդունելու։ Այս հարցերը այսօր արդիական են եւ այսօր ես կարծում եմ ոչ թե դա պետք է լինի առաջնահերթ, այլ այն պետք է լինի, որ մենք կարողանանք առնվազն որոշ չափով վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, ասեմ, այս արդեն քանի տարի է մենք կորցրել ենք Արցախը եւ Արցախի վերականգնումը, ասեմ, սրանք շատ կարևոր հարցեր են, առանց որի մենք խոսենք մեր քաղաքակրթական մաս լինելու մասին, կարծում եմ ժամանակավրեպ է։ Շնորհակալություն, արձագանք, Արտակ։ Ես հարցը ինչու տվեցի, քանի որ շատ կեղծիքներ են համացանցում։ Ես մի աղբյուրից կարդացի ձեր ծրագիրը, Երկիր ծիրանի կուսակցության ծրագիրը, ուզում էի ճշտել գրած էր եվրոինտեգրման մասին։ Հիմա եթե դա սխալ է, ես նկատի ունեի կուսակցության ծրագրի մեջ գրած էր անհրաժեշտությունը։ Տեսեք, մենք չենք կարող առանց, ես նորից եմ կրկնում, մենք այդ տարածքի մեջ ենք, այսինքն մեր քաղաքակրթական մեր մասը, այո, Եվրոպա է։ Տեսեք, ես հենց այնպես նշեցի, որ ես ունեմ փորձ աշխատելու Եվրոպայի խորհրդում երկար տարիներ։ Մեր դեպքում մենք խնդիր չունենք Եվրոպայի մաս լինելու։ Օրինակ Թուրքիայի դեպքում խնդիր կա, որովհետև նրանց քաղաքակրթական այդ, այսպես ասած, կոդը, թե տարածքի հետ կապված, թե իրենց աշխարհայացի հետ կապված, շատ գծեր կան, որ իրենք չեն ասի, որ Թուրքիան Եվրոպա է, այսինքն Թուրքիայի ժամանակակից Թուրքիայի հանրապետության մասին է խոսքը, բայց մեզ ընդունում են, մենք Եվրոպա ենք, մենք այդ խնդիրը չունենք, այդ իմաստով, այսինքն մեր քաղաքակրթական կոդը այդտեղ է, բայց արդյոք մեզ թողելու այդ ինտեգրումն էլ այնպես չէ, որ տարածքները աշխարհում բաժանված են, վերահսկվում են, տարբեր ավելի գեր միավորների կողմից եւ այդ մեզ թողնելու, գնալու, ինտեգրվելու հարցում մենք պետք է լինենք շատ ճկուն, շատ շրջահայաց, որպեսզի այս ընթացքում նաև չտուժենք։ Սա է խնդիրը։ Այսինքն Եվրոպան կարևոր է մեզ համար եւ մենք Եվրոպայի մի մաս ենք։ Ես չեմ կարող ասել նաև այն ովքեր որ Թուրքիան մենք չգիտենք ինչ է եւ դրա համար էլ նաև Թուրքիային չընդունեցին։ Թուրքիային կընդունեն, կդարձնեն Եվրոպայի մաս եւ Թուրքիան կմասնատեն։ Հիմա մենք խնդիր ունենք այս ընթացքում, որ պետք է տեսնենք նաև Թուրքիայի մասնատումը, մենք խնդիր ունենք մեզանից չկորցնելու, մեր ազգային ինքնությունից, մեր ազգային հնարավորությունները չկորցնելու հարց։
Այդ իսկ պատճառով եմ ես ասում։ Իհարկե մենք եվրոպական քաղաքակրթության մեջ ենք, մենք այդ տարածքում ենք, մեր քաղաքակրթական կոդը այդտեղ է։ Ես շատ բաներով ձեր հետ համաձայն եմ, Տիկին Կոստանդյան, իհարկե չեմ կարում ազգայինն ու եվրոպականը իրար հետ համակցել, Եվրոպան մեր կարիքը ունի, զարթոնքի, բայց շնորհակալություն պատասխանների համար, թող ուրիշները հարց տան, Գագիկի ու ձեր թույլատրությամբ էլի մի քանի հարց ունեմ, քանի որ ասում եմ, միակ իրական օպոզիցիան, որ ես տարիներ շարունակ հետևել եմ, դուք եք եղել, նույնիսկ երբ որ երևում չեմ եղել։ Շնորհակալություն։ Ես մի բան ավելացնեմ, եվրոպական այսօրվա այդ զարգացած պետությունները, իրենք բոլորը ազգային պետություններ են։ Ազգային հիմքի վրա կայացած պետություններ են, ովքեր որ իրենց ազգային հիմքերից հեռանում են, դրանք են տուժում եւ թույլ պետություններ դառնում։ Հետևաբար այդ Եվրոպան նաեւ ազգային պետություններ են։ Այս առումով էլ մեզ իրենք հոգեհարազատ են, եթե մենք ուզում ենք լինել ազգային պետություն։ Դա շատ կարեւոր է։ Ինչ է, Ֆրանսիան ազգային պետություն չէ, Գերմանիան ազգային պետություն չէ, Մեծ Բրիտանիան ազգային պետություն չէ, դրանք բոլորը ազգային պետություններ են եւ իրենց ազգային այդ հենքը բավականին ուժեղ է պետականություն կառուցելու համար եւ մենք էլ նույնպես եթե դու հիմա ինչ են անում գործող իշխանությունները մեզ հեռացնում են մեր ազգային հենքից ինչ են ասում են չէ դու ունես ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ինչ որ մի կարճ ժամանակահատվածի պատմություն, դու ազգությունը ինչ է, ինչ որ տարածում են, չէ, նույն պատմության մեր դասագրքերն են փորձում փոխել, ազգային կերպարներին են փորձում վերացնել եւ այլն, այսինքն սա խոսում է այն մասին, որ ազգայինը ինքը շատ ուժեղ է, շատ հզոր է, հետեւաբար այս ազգայինի հետ կապված նույն Եվրոպան մեր հետ համատեղելի է։ Ես շնորհակալություն եմ հայտնում, հետո էլի հարցեր կտամ, խնդրեմ Գագիկ, շնորհակալություն, խնդրեմ հարց տալ, մի րոպե Արմեն, հեսա կտաս, բժիշկ Վարամը, հետո կտա Արամ Մարտիրոսյանը եւ Արմենը, բժիշկ Վարամ, խնդրեմ, հետո պատրաստվի Արամ Մարտիրոսյան եւ Արմեն, խնդրեմ։ Բարի երեկո բոլորին եւ ես ողջունում եմ։ Տիկին Կոստանդյան հարցս հետևյալն է, երկու հարց երևի, հերթով կպատասխանեք բնականաբար։ Նախ համաձայն եմ, որ ներկայ իշխանությունների օրոք հնարավոր չէ շատ ու շատ բաներ անել, կարելի ասել ոչինչ դեռ չի կարելի, հնարավորություն չեն ստեղծելու քանդելով հայկականը, պետականությունը, նաեւ մոռացնել տալու եւ պատմությունը եւ նաեւ նույնիսկ Մասիս Սարի մասին խոսքը որ ունենք միայն այս մի սարը, որ իրա են հետաբասում նկարված կա իբրև։ Ինչևից է, այո, պետականությունը, պատմությունը մեր հենքը քանդելով, բնականաբար սա հայտնի երկրների թուրքական եւ այլ երկրների ծրագիրն է իրականացվում, բայց հարցս հիմա այլ է։ Այս վերջերս այս 3 օրա պատմասոց ցանցերում, որ այն ֆիթնես մարզիչը, որը որ 44 օրյայի ժամանակ կտրեց մեր հայ ծերունու կոկորտը, նրա նկատմամբ հետախուզումը դադարեցված է եւ նա հայտարարեց, որ եւս մի քանի հոգու նկատմամբ է իր նմանների նկատմամբ հետախուզությունը դադարեցված, բնականաբար Հայաստանի իշխանությունների կողմից, ինչ պայմաններում, ինչ հնարավորությունների դեպքում, այսինքն երբ կարող է մոտարապես ինչ հնարավորությունների ժամանակ կարելի է կիրառել նորից, այսինքն բերել պատասխանատվության տվյալ երկոտանիներին, որոնց քանակը քիչ չի, եւ նաեւ Ռամիլ Սաֆարովին։ Շնորհակալ եմ նախապես։ Եկեք, գիտեք, իրավունքը երբ է աշխատում, երբ դրա տակ կա քաղաքականություն։ Այսինքն մենք մեր իրավունքները կարող ենք իրացնել, երբ դրա տակ կլինի պետական քաղաքականություն, պետական հետապնդում այդ շահերի նկատմամբ։
Եթե պետությունը, այսինքն մեր թիկունքում պետք է կանգնած լինի պետություն, եթե պետությունը այդ իրավունքների շահերի տիրույթում չի գործում, ապա անհնար է անհատների միջոցով այդ գործընթացը կյանքի կոչել։ Հետևաբար պետական շահը շատ կարևոր է այստեղ։ Տեսեք, ես տարիներ շարունակ իմ պատգամավորական գործունեության ընթացքում անդադ պնդել եմ, որ մենք պարտավոր ենք, չնայած նրան, որ մեր հռչակագրում ամրագրված է, որ Արցախը արդեն իսկ այն ժամանակ դեռ այն լղին փոքր տարածքը եւ Շահումյանը Գետաշենը միացել են սոցիալիստական Հայաստանի Հանրապետությանը, մենք ունեինք 94 թվականից հետո բացարձակ այլ իրավիճակ, շուրջ 12,000 քառակուսի կիլոմետր ազատագրված հայրենիք, եւ ես մասնավորապես մի քանի անգամ անընդհատ նշել եմ, բարձրացրել եմ, օրինագծեր եմ ներկայացրել, այդ թվում նաև Արցախի իշխանություններից եմ ակնկալել համատեղ նիստերի միջոցով, որ մենք պետք է ճանաչենք Արցախը, որովհետև նույն կերպ այդպիսի նաև բանաձև եմ շրջանառության մեջ դրել Եվրոպայի խորհրդում, բայց ինձ, երբ ստորագրություններ էի հավաքում այդ բանաձևի տակ, ինձ հարցնում էին, բա եթե դուք այդքան շահագրգռված եք, ապա դուք որպես պետություն ինչու չեք ճանաչում Արցախը, այստեղ ես արդեն բախվում էի անզորությամբ, որովհետև Հայաստանը ինքը պարտավոր էր այդ իրավունքները իրացնել, հետամուտ լինել։ Հիմա տեսեք, մի խումբ պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետությունից հրաժարվեցին, նաև բարձրաձայնվում է, որ այլևս բոլոր այն հանցագործությունները, որը եղել են Արցախում եւ մեր հայրենակիցների նկատմամբ, իրենք չեն հետապնդելու, չեն դատարաններում, չեն սպասարկելու։ Եթե պետությունը դա չի անում, այսինքն դրա տակ չկա քաղաքականություն, ապա անհատների միջոցով դա դժվար է իրականացնել։ Իհարկե մեր հերոսական պատմության մեջ մենք ունենք դրվագ, երբ կային դատական ակտեր, Օսմանյան այդ երիտթուրքերի կառավարության ավելի շուտ կողմից իրականացված, նաև կար դատական ակտեր, որ դրանց մահապատժի էին ենթարկել, բայց մահապատիժը չէր կատարվել, մենք գիտենք ինչու չէր կատարվել, գիտենք, որ այդ հանցագործներին, ոճրագործներին, ցեղասպաններին նաև Մեծ Բրիտանիան էր տեղափոխել եւ Գերմանիան էր տեղափոխել ապահով վայրեր, մենք մեր ձեռքով, այսինքն հայերը իրենց ձեռքով այդ մահապատիժները իրականացրեցին։ Հիմա տեսեք, նույնն էլ էստեղ, իհարկե, ինչու ենք մենք հիմնադրում պետություն, ինչու ենք ասում, որ պետությունը մեր համար կարևոր է, որպեսզի այդ գործառույթները ոչ թե մնան անհատների միջոցով դա անենք, այլ անենք պետական միջոցներով, դա շատ կարևոր է, իսկ որպեսզի անենք պետական միջոցներով, մենք պիտի ունենանք այդպիսի քաղաքականություն։ Հիմա ինչ է եղել Արցախահայության նկատմամբ, այսինքն մեր հայերից նկատմամբ, ընդամենը մի քանի տարի առաջ տեղի է ունեցել ցեղասպանություն, հայրենազրկում, մարդկության դեմ հանցագործություն, էթնիկ զտումներ։ Սրա պետք է ենթարկվի իհարկե այս արարքներ կատարողները պետք է պատժի ենթարկվեն։ Բայց դա մենք կարող ենք անել միայն այն դեպքում, երբ ունենք հստակ ազգային գաղափարներով եւ ծրագրով պետական իշխանություններ։ Եթե դու դա չունես, ուրեմն դու դա չես կարող անել։ Մենք սա չպետք է մոռանանք։ Մի օր այդ իշխանությունները մենք ունենալու ենք, իհարկե ունենալու ենք ազգային պետական իշխանություն եւ այդ իշխանությունը նաեւ հետամուտ է լինելու, որ այս բոլոր անձանց պատասխանատվության ենթարկեն։ Բացի այդ, մենք չենք կարող բացառել, որ աշխարհաքաղաքական իրավիճակը այնպես կլինի, որ այդ նույն, ինչպես որ նացիստական Գերմանիայի այդ ոճրագործներին պատժեցին, նույնը կարող է այստեղ լինել, այսինքն այս իրավիճակում լինել, աշխարհը կիսում են, նոր քաղաքական քարտեզներ են կիսում, հետո ձևավորում, հետևաբար
պետք է լինի նաև դատական process, այսինքն մեղավորներ պետք է ճանաչվեն, մեղավորներին պետք է պատժի ենթարկեն եւ այդ մեղավորների մեջ ես համոզված եմ միանշանակ այդ Ալիևյան եւ այսօրվա այս գործող այստեղի իշխանության այս համատեղ ցեղասման գործունեությունը պետք է դատապարտվի եւ նրանք պետք է պատժվեն։ Շնորհակալություն, մեկ հարց եւս անակնկալ, հետո պատրաստվում ասել եմ Արմեն Մարտիրոսյան, Արմենդադ եւ հերթով իմ մոտ նշված է Ելենա, հետո անընդհատ ես որ նայում եմ հեռախոս Ռիչարդն է, Ելենա, Սուրեն եւ Նվեր։ Մեր կարճ հարց, ում է նոր Լևոն, մի սպասի, հերթով գրի կմտնես։ Ում եք տեսնում հիմա որպես ազգային իշխանություն Հայաստանում, եթե եկող լինի։ Մի հատ ուղղակի այսպես հարց, եթե կուզեք, կարող եք ասել դեռ չեք տեսնում։ Տեսեք, ես չեմ ուզենա անձնավորել, մշտապես քաղաքականությունը դա սկզբունքներ են, ծրագիր, եւ հետեւաբար, եթե մենք պետք է խոսենք, ապա պետք է խոսենք սկզբունքների մասին, ինչ սկզբունքների հիման վրա պետք է լինի այս նոր եկող իշխանությունը եւ ինչ ծրագիր պետք է նա ներկայացնի մեզ։ Սրանք շատ կարեւոր են։ Եթե չկան այդ սկզբունքները, մենք տեսել ենք, որ ասել են մի բան, արել են մեկ այլ բան, ապա դրանք չեն կարող լինել ազգային։ Եթե իրենց ծրագրի մեջ մեր ազգային նպատակները, այդ թվում նաեւ մեր կորցրած հայրենիքը, որը ներառում է հայկական բարձրավանդակը եւ հարակից տարածքները, այդ մասին այդ ծրագրում չկա դրույթներ, չկա այդ մասին իղձեր, այդ իղձերը իրականացնել, այսինքն ծրագրի քայլեր, եւ դա կարեւոր չէ, լինելու է դա մի տարի հետո, թե 100 տարի հետո, դա պետք է լինի ծրագրի մաս, սա է ազգային ծրագիրը եւ ազգային իշխանությունը։ Եթե դրանք չկան, ապա ես չեմ կարծում, որ դրանք կարող են լինել ազգային իշխանություններ։ Շնորհակալություն, մենք մեր ծրագրում ներառել ենք, հետո ձեզ եք ուղարկենք, խնդրեմ հարց տա, որտեղ Քոչարին հենց անուն ազգային վերածնունդ ներառված ամբողջ ոչ միայն Հայաստանը, մենք մեր վրա դրել ենք նաև շատ հարցեր, որ պիտի լուծվի, առաջինը Նախիջևան ու Արցախ, հետագայում Հայաստան 618,000, բայց առաջի հարցը լուծվելու է Նախիջևանի ու Արցախի հարցը։ Սա մեկ, շնորհակալություն, խնդրեմ հերթը Մարտիրոսյանն է տալիս հարց, պարոն Բեկտաշյան, բարև ձեզ, մի րոպե համբերեք, պարոն Բեկտաշյան, խնդրեմ, հարց է տալիս Մարտիրոսյանը, խնդրեմ, Մարտիրոսյան, բարև ձեզ, բարի ուշ ես ասում, կարելի այո, արամ, խնդրեմ, բարի ուշ երեկո, Տեկին Զարուհի, իմ մոտ հարց առաջացավ ազգային պետություն Եվրամիություն, երբ որ արտակը հարց տվեց դուք պատասխանում եք, իմ մոտ հարց առաջացավ այս տեսակի։ Եթե մենք ուշադրություն դարձնենք, որ Եվրամիության վերակառույցները, Եվրոկոմիսիայի, Եվրոպարլամենտ հասկացությունները ստեղծված էին, որպեսզի մշակեին ընդհանուր օրենքներ ու լինեին, ասենք, հսկող, որպես հսկող մարմին, որը որ նայում այդ օրենքների կատարմանը ու ընդհանուր հարցերի որոշմանը, այսօր կա տենդենց, որ ժամանակ օրինակ նկատվում է, որ այդ վերակառույցը սկսում է վերածվել ոչ թե ուղղակի հսկող, այլ թելադրող օրգանի։ Եթե այդ ազգային պետություն հասկացողությունը Եվրոմայությունում մի քիչ սկսում է ոնց որ ասած այդ հասկացողությունը ճնշվել, որտեղ եթե մենք ուշադրություն դարձնենք Անգլիան, որ դուրս եկավ, ասենք, ու դա լրիվ ազգային պետություն է, Ֆրանսիան որպես ինքնուրույն սուվերեն երկիր իհարկե ազգային պետություն է, բայց մյուս պետությունների վերաբերյալ ճիշտ ասած ես այդ ձևի կարծիք չունեմ, իսկ Գերմանիայի վերաբերյալ ես կարամ ուղղակի փաստեմ, որ դա ընդհանրապես ազգային պետություն չի, որտեղ Գերմանիան գտնվում է կոնկրետ օրենքներով ու պայմանագրերով ենթակադրության մեջ, նա դաժե այսօր իրավունք էլ չունի լինի ազգային պետություն։ Ինքը իրավունք ունի ունենալու կոնկրետ ինչ-որ օրենքներ, հետևել ինչ-որ մի պլանների, զարգացնել իրենց էկոնոմիկան, բայց իրանք չեն կայանում որպես ազգային պետություն։ Այստեղ ոնց եք կարծում, ինքը Երեմոյցյան վերակառույցը չի ներկայացնում Իրանից վտանգ կոնկրետ ազգային պետություն հասկացողության դեմ։
Գիտեք, տեսեք հիմա քանի որ նայած մենք ինչ ենք պատկերացնում Եվրամիության այդ կառույցներքո այն ինչ որ հիմա տեղի է ունենում աշխարհում այնպիսի գլոբալ փոփոխությունների տիրույթում է տեղի ունենում որ այնուամենայնիվ մենք եկեք արձանագրենք որ Եվրամիությունը իր պատմության մեջ այնուամենայնիվ օգնեց այդ ներառված պետություններին սպասարկել իրենց ազգային շահերը։ Երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից, մենք պետք է հասկանանք, որ տեսեք այդ Brexit-ը երբ եղավ, ես հետևում էի այդ գործընթացին, պարզվեց, որ ամենաշատը աշխարհում քարոզարշավի համար գումարները, ֆինանսները տրամադրվել է եզակի դեպքին, Brexit-ին։ Այսինքն տարբեր ընտրություններ են լինում, Միացյալ Նահանգներում, նախագահ են ընտրում եւ այլն, բայց հսկայածավալ գումար է տրամադրվել Brexit-ին եւ այդ գումարի, այսինքն այդ քարոզչությանը եւ այդ պայմաններում նույնիսկ հավասարը հավասարին են գրեթե եղել ձայները, որպիսի դուրս գա Եվրամիությունից։ Այսինքն մենք այստեղ պետք է հասկանանք, որ տեղի են ունենում աշխարհաքաղաքական գործընթացներ եւ այս աշխարհաքաղաքական գործընթացների ներքո մենք չենք կարող ասել հիմա ինչ է լինելու Եվրամիության հետ, որովհետեւ նույն իրենք չգիտեն ինչ է լինելու, բայց այնուամենայնիվ որ կան հիմքեր, որ նույն ձևի այդ դուրս գալը ինչի կարող է բերել, թե ովքեր կարող են նորից դուրս գալ եւ ինչ կարող է լինել, մենք այս պահին հստակ չենք կարող ասել, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ Եվրամիությունը, այն պետությունները, որը ներառվել են Եվրամիության մեջ, այդ պատմությունը իրենց համար եղել է դրական, որովհետեւ այդ պետությունները զարգացել են եւ այդ պետություններում ապրող ազգերը նաեւ բարգավաճել են։ Այս սա շատ կարեւոր է։ Մենք խորհրդային միությունից դուրս եկանք, բայց խորհրդային միությունից դուրս գալու դեպքում մենք ունեցանք Արցախը 12000 քառակուսի կիլոմետր տարածքով, բայց այնուամենայնիվ մեր ազգի շատ կարևոր սերուցքային մասը չապրեց Հայաստանում։ Եկեք եւ սա պետք է մենք գնահատենք, միգուցե լավ է, միգուցե վատ է, բայց այնուամենայնիվ մենք հիմա կարող ենք այստեղ լինեինք 5-6 միլիոն առնվազն, բայց այդ կարող ուժը 5-6 միլիոն այսօր աշխատում եւ ծառայում է այլ պետություններին ավելի շատ, քան մեր ազգային շահին, մեր ազգային պետականությանը։ Եվ այստեղ շատ կարևոր է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրամիությունում ընդգրկված պետությունները, ազգերը, իրենք բարգավաճեցին, լավ ապրեցին, զարգացան, բարօրություն ստեղծեցին։ Եվ սա դրական փորձ է։ Հիմա ինչ կլինի, ես չեմ կարող ասել, բայց այնուամենայնիվ այդ դրական փորձը մենք տեսանք։ Շնորհակալություն Տիկին Զարուհի, եւ ճիշտ ասած նկատի ունեի միայն մեկ բան։ Չի կայանում արդյոք Եվրամիության վերակառույց օրգանները սպառնալիք ազգային պետություն հասկացողության։ Ոչ թե մեր կոնկրետ դեպքում, այլ ընդհանրապես այսօրվա, եթե մենք ուշադրություն դարձնենք այսօրվա վարույթներին, որոշումներին ու տենդենսներին, որ գոյություն ունեն այդ կառույցներում։ Տեսեք, Կարճ խնդրեմ, Տիկին Պոստան ջան, 6-ով հաստատվում ենք, այո կամ ոչ, հա։ Չեմ կարող հստակ պատասխանել, որովհետև նույն Եվրամիությունը գտնվում է անցումային շրջանում, թե ինչ է լինելու, ես չգիտեմ, բայց իրենց անցած փորձը եղել է դրական։ Շնորհակալություն։ Խնդրեմ, հարց է տալիս հիմա Արմեն Դատը, պատրաստվում է Արմեն Դատից հետո Ելենան, Սուրենը, Նվերը եւ պարոն Բեկտաշյան։ Խնդրում եմ կարճ հարցերը ու ավելի
Արամ Մարտիրոսյան, ավելի առանցքային, էլի, որտեղ այդ հարցերը Եվրոպայի ազգայինը վիճելի հարց է, ես չգիտեմ դուք որտեղից եք վերցել, մենք Եվրոպայում ենք ապրում, ավելի շատ ենք տեսնում ներքինը։ Շնորհակալություն, խնդրեմ Արմեն։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Հարգանքներս Տիկին Փոստանջյան, իմ հարցը ավելի շատ ձեր մասնագիտությանն է վերաբերվում ու իմ կարծիքով ամենաարդիական հարցերից մեկն է Հայաստանի Հանրապետության հայ մարդու համար ընդհանրապես։ Ինչ հանցավոր գործառույթ եք տեսնում ներկայիս իշխանությունների կատարած վերջի ժամանակաշրջանում կատարած այս հող հանձնելու վերաբերյալ, խաղաղության պայմանագրի վերաբերյալ, գերիներին չպահանջել, բավականաչափ, ասենք, ուժ չգործադրելու գերիներին վերադարձնելու վերաբերյալ։ Ամենաառաջինը հողերը հանձնելու առանց ռեֆերենդումի վերաբերյալ։ Ինչ քրեական կամ, չգիտեմ, միգուցե ուրիշ իրավական գործառույթներ եք այստեղ տեսնում։ Այն, որ այս իշխանությունները միանշանակ հատել են բոլոր քրեական օրենսգրքի բազմաթիվ այդ հոդվածների հանցակազմերով մենք իրենց կարող ենք մեղադրել, ամենածանր ցեղասպանության մեջ մենք կարող ենք իրենց մեղադրել։ Դուք հիշում եք, չէ՞, ինչ ասեց Նիկոլը, որ ասեց մենք նույնը պետք է լիներ պատկերը, այսինքն կարող ենք պետք է հանձնվեր, բայց առանց զոհերի կարող է լինել, բայց փաստորեն տարել զոհաբերել են երիտասարդներին, այսինքն ցեղասպանության են ենթարկել։ Հիմա ամենածանրներից ենք խոսում, եւ կարող ենք իջնել, գնալ եւ նաեւ ավելի մանրանալ։ Այստեղ ամբողջը ակնհայտ է, դրա համար եմ ասում, երբ լինի արդեն իսկ աշխարհաքաղաքական վերաձևում, անպայման պետք է լինի դատական process, եւ այդ դատական process-ը պետք է մեղավորներին դնեն այդ մեղավորների աթոռներին եւ պատժեն, այսինքն պետք է աշխարհը փոխեն, պետք է նոր աշխարհի քարտեզներ ձևավորեն, գծեն եւ իհարկե նաեւ կամ մեղավորներ, ովքեր որ նպաստել են այդ ամենին եւ նրանց պետք է մեղավոր ճանաչեն։ Քրեորեն կպատժվեն, այո, անպայման։ Շնորհակալություն, մի քիչ այլ կերպ երևի հարցս ձևափոխեմ, ոչ թե սպասենք, որ գեոպոլիտիկան փոխվի, աշխարհի քարտեզը փոխվի, այլ հիմա այսօր ամսի 10-ին մենք ինչ կոնկրետ քրեական գործ կարող ենք հարուցել, կոպիտ ասած, դիմել դատարան ու մեղադրել տվյալ իշխանությունները ինչ կոնկրետ հանցագործությունների համար ու արդյոք վերջացնեմ, եթե թույլ տաք, ու արդյոք ինչ որ նմանատիպ գործ որպես փաստաբան դուք ինքներդ ունեք հիմա կազմած կամ չգիտեմ, միգուցե նոր եք ուզում կազմեք։ Դուք իսկ զբանը այս հաղորդմանը մասնակցում էիք։ Այո։ Ես ասացի, չէ, որ ես մեղադրյալ եմ։ Ինձ մեղադրում է Փաշինյանը։ Այո, դուք ասացիք եւ ասացիք, որ հիմա գործող փաստաբան եք, դրա համար եմ ես հարցը տալի։ Դրա համար է ինքը ինձ փորձում մեղադրել, որ ես ինչ եմ ասել, որ նրան բերել է նախորդ իշխանությունները մտցրել են խորհրդարան, որ նա Արցախի հողերը գործարքի ներքո վաճառել է եւ դրա դիմաց գումար է ստացել, որ նա գործակալ է։ Այսինքն ես իր նկատմամբ հստակ մեղադրանքներ եմ առաջադրել։ Այսինքն դա իրավական ինչ-որ գործ է հարուցվել, ճիշտ եմ ես հասկանում, թե ուղղակի հայտարարություն է եղել, որի համար ձեզ են հիմա մեղադրում։ Խնդիրը սրա մեջ է ուղղակի։ Այո, հայտարարություն է եղել, որի համար, այսինքն բոլորն են հայտարարում, բայց Նիկոլ Փաշինյանը միայն ինձ է գտել, որ ես եմ միայն իմ ասածը այնքան հիմնավոր է, որ միայն ես եմ մեղադրալի այսօր կարգավիճակում։ Այո, ես ունեմ հիմքեր։ Ուրեմն այն փաստաթուղթը, որը ինքը ստորագրել է նոյեմբերի 9-ին, դա հենց այդ փաստաթուղթն է ամենակարևորը, որ նոյեմբերի 9-ին ինքը մեր ազգային շահերը
վաճառել է։ Սա կարևոր սկիզբ է, կարևոր մեղադրանքի համար։ Հիմա որպեսզի մենք չծավալվենք եւ այլն, ասեմ ձեզ, ես ամեն օր առնվազն մի հատ հաղորդում եմ ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ, փաստագրում եմ, փաստաթուղթ եմ ստեղծում, դա հիմա այս պահին որևէ հետևանք չունի դրական իմաստով, բայց մի օր ունենալու է, որովհետև այդ փաստաթղթերը իմ կողմից ստեղծվում են այս ապօրինի գործողությունների դեմ։ Շնորհակալություն։ Նոր Աստվածել կպատժի միջև այդ երևի, բայց հիմա մեզ այսօր է պետք ինչ-որ քայլեր գործել։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն ձեր պատասխանի համար, Տիկին Փոստանջան։ Բայց այդ ձեր ակնկալի քայլերը, որ դուք այսօր եք ուզում եւ այլն, մենք այսօր չունենք ստեղ ոչ մի իրավապահ մարմիններ, այնքանով այդ գործընթացները, որ իմ կողմից հարուցվում են, այնքանով են իրենց համար վտանգավոր, որ իրենք այս ընթացքում 2021 թվականին եկան մեր բակում, ուղղակի պայթեցրեցին, վառեցին ամուսնուս ավտոմեքենան, մի քանի օր առաջ 3 անգամ տեղի է ունեցել հարձակում իմ հայրական տան նկատմամբ, եկել են ջարդել են, ջարդխուրդ են արել, ապակիները, դուռը, մտել են ներս, ընդեղ են ջարդխուրդ արել, այսինքն այդ ձեր ասած այդքան շտապ եք ուզում, իրավապահ մարմինների միջոցով եք ուզում, այսօր Հայաստանում իշխանությունը զավթված է, հետևաբար այդ իրավական գործընթացները դու պետք է հարուցես, պետք է հետամուտ լինես, այո, հետևես եւ այլն, պետք է ուժեղ լինես, ամուր լինես, բայց այն ինչ որ դուք շտապ այդքան ուզում եք, դա հնարավոր չէ իրականացնել։ Շնորհակալություն Տիկին Փոստանջան, Արմեն, արձագանքեք, շնորհակալություն։ Եթե կարելի է արձագանքել։ Շնորհակալություն շատ Տիկին Փոստանջան ձեր պատասխանի համար, իմացեք ցանկացած հայանպաստ գործի համար շատ ազգասեր մարդիկ կան աշխարհի տարբեր կողմերից, որոնք ձեզ թե կաջակցեն, թե կմիանան ձեր հայցին իրավական բնականաբար, ու ինչքան ես գիտեմ, բացի այն, որ Հայաստանի Հանրապետությունը ունի իր քննչական մարմիններ, գոյություն ունեն նաև միջազգային դատարան, գոյություն ունեն միջազգային քննչական ատյաններ, որտեղ որ կարելի է այս նույն հարցով դիմել, ու վստահ եմ, որ մեր սփյուռքը ու ներսից լիքը հայեր, հայ տեսակը ձեր կողք կանգնած կլինի։ Շնորհակալություն եւս մեկ անգամ ձեր կարծիքի համար։ Շնորհակալ ենք, հաջորդը Ելենա, խնդրեմ, պատրաստվի Սուրենը, հետո հարց է տալիս պարոն Բեկտաշյանը։ Շնորհակալություն Տիկին Փոստանջան տրամադրելու համար ժամանակ։ Բարձր Ելենա չի լսվում։ Շնորհակալություն Տիկին Փոստանջան ժամանակ տրամադրելու համար։ Կարելի է մեկ հարց sense։ Մի քիչ բարձր ավելի։ Ուզում եք բաց թողեմ։ Հա, ուղեք ձայնը նոր։ Հաջորդը խնդրեմ Սուրեն։ Բարի երեկո Տիկին Փոստանջան, բոլորիս կողմից շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Հարցս հետևյալն է. 2026 թիվը ընտրությունների տարի է Հայաստանում։ Ձեր կուսակցությունը պատրաստվում է մասնակցի ընտրությունների եւ եթե այո, ինքնուրույն թե էլի ինչ-որ դաշինքով։ Շնորհակալություն։ Թույլ տվեք մինչև 2026 թվականը ապրել։ Չեմ բացառում, որ մինչև 2026 թվականը տեղի ունենան պատերազմական այնպիսի գործողություններ, որ մենք դեռ մասնակիցը պետք է լինենք այդ պատերազմի։ Ես չեմ կարծում, որ խոսելը այս զավթված ռեժիմի ներքո ընտրությունների մասին իրատեսական է, որովհետև ցավալի է, բայց Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների մասին խոսելը այս պայծրությամբ անիմաստ է։ Եթե չի լինելու հստակ համախմբում, հստակ քաղաքական լուրջ, այսպես ասեմ, մարտահրավեր, ապա այս պարագայում ընտրությունների մասին չեմ կցանկանա խոսել։
Մինչև ընտրությունների հասնելը, չնայած մենք Գյումրին տեսանք եւ ողջունելի է, որ հիմնականում գյումրեցիները ասեցին ոչ թուրքական իշխանություններին, բայց այնուամենայնիվ այդ նույն ոչը պետք է դեռ ամրագրել։ Հետևաբար, եթե խոսում ենք ընտրությունների մասին, միանշանակ պետք է ասեմ, եթե չլինի մեծ լայն մոբիլիզացիա, ապա անիմաստ է, իսկ մինչև 26 թվականը մենք դեռ պետք է ապրենք։ Ես այն կարծիքի եմ, որ դեռ բավականին լուրջ իրադարձություններ են լինելու, այդ թվում նաև պատերազմի տեսքով։ Շատ պիսիմիստ եք, Տիկին Պոստանջան։ Չէ, պիսիմիստ չեմ, պատերազմը հենա, բոլորի դռները թակում է։ Չէ, չի կարելի տենց ասել, մարդիկ ձեզ շատ մարդ է լսելու է, աղը ձեզ մի 50,000 մարդ կլսի, ես դրա համար պարտավոր եմ հակադարձեմ, որ պիսիմիզմը վատ բան է, որտեղ ամեն Հայաստանի Հանրապետությունում երևացող կներեք մարդու բերանից լսել պատերազմ լինել, դա նշանակում եւս մի քանի 100, եթե ոչ 1000 մարդու վախով արտագաղթ։ Շնորհակալություն։ Դրա համար։ Պարոն Թադևոսյան, ես չեմ ուզում ոչ մեկին վախեցնել արտագաղթի հետ կապված։ Հայաստանի Հանրապետությունում ապրողները շատ լավ գիտեն ինչ է կատարվում Հայաստանում։ Հայաստանի տարածքը այնքան մեծ չէ, որ իրենք տեսանելի, այսինքն ակնառու այն ինչ որ կատարվում է մեր սահմաններում, ընդամենը Երևանից 50-60 կիլոմետր դեպի երազղ անզեն աչքով գնում ենք ու տեսնում ենք կիլոմետրերով թունելներ, բունկերներ, չգիտեմ ինչեր, այսինքն դա խոսում է ակնհայտորեն այդ միլիարդավոր դոլարների ռազմական շինարարությունը խոսում է այն բանի մասին, որ տարածաշրջանում սպասվում են լուրջ գործողություններ, որոնք բերել դեր ասած նույն Նախիջևանի քարտեզի փոփոխությանը, նույն Արցախի քարտեզի փոփոխությանը։ Ես ինքս ականատեսն եմ արդեն, որ մենք ունենք նույնիսկ իրար միացված 3 միջանցք, այդ այսպես կոչված միջանցքների մասին է երբ խոսքը գնում։ Ինքս եմ տեսել, ինքս եմ գնացել, թե ինչպես են մեծացրել, լայնացրել այդ ճանապարհները Վարդենիսից մինչև հասնելով դեպի Խաչիկ, Գնիշիկ, այդ բոլոր ճանապարհներին, որ ինքդ ականատեսն ես լինում, դու հասկանում ես ինչ որ բաներ են սպասում։ Դա պատահական չէ։ Տիկին Պոստանջան, թույլ տվեք էլի քանի որ պատերազմի չեք մասնակցել եւ մասնագետ չեք, այստեղ լուրջ պատերազմի մասնակցած մարդիկ կան, ես ինձ համարում եմ ամենաթույլ մասնակցածը 93-5-ի, այստեղ կան պատերազմի գեներալ լեյտենանտներ միջազգային կարգի, որոնք ամեն ինչ ուսումնասիրում են, կներեք։ Եթե դուք անհանգստանում եք, ես խորապես շնորհակալ եմ ձեր համար, բայց պատերազմի մասնակիցներ կան, Արցախյանից 15 տարեկանից մասնակիցներ են հիմա մեջը, որոնք կան, շատ բան չասենք, թողեք դա, թողենք այդ պատերազմի իրավիճակը, ես ասում եմ, որ չի լինելու ու աստվածտա չլինի, կամ կլինի իօքուտ հայտնի չի։ Հաջորդ հարցը կխնդրեմ թող մեջ մտնի, իմիջիալոց ես չեմ մոռացել մի հոգու, խնդրեմ Ելենա, եթե կարող ես, եթե ոչ պարոն Բեկտաշյան հարց տվեք եւ մի հոգի էլ ունենք, ասեց ես էլ եմ ուզում, սպասեք մի վարքյան, հեսա կասեմ։ Խնդրեմ Ելենա, եթե հնարավոր է դուք տվեք, եթե չէ պարոն Բեկտաշյան։ Լսվում է, պարոն Թադևոսյան։ Տվեք։ Հետո պարոն Բեկտաշյան մի հոգու մոռացանք Լևոնին։ Լևոն, պարոն Բեկտաշյանից հետո կտակ կներեք։ Ասեք։ Տիկին Պոստանջան, շնորհակալություն, որ տրամադրում եք մեզ ձեր ժամանակը։ Այսպիսի հարց ունեմ, ես ինչքան գիտեմ, դուք փաստաբանն եք Արմեն Բիլյանի եւ Պավլիկի։ Այսինքն հարց, ուրեմն ես ինձ հասկանում եմ, այդ գործի ֆիգուրանտներից իրանք երկուսով են մնացել Երևակայի, որոնք որ չեն ծախվել, եւ Արմեն Բիլյանը, որը որ մենք ոնց գիտենք ինքը պիտի ճաղերի ետևում չգտնվեր, հանեցին կազնից պամիլովեց են անում, բայց փաստը նմանա, որ ոնց է կարծում, հիմա վտանգ կա, որ Արմեն Բիլյանին, որին որ հիմա կալանավորել են արդեն շատ երկար ժամանակով, որ ինչ որ վտանգ է սպառնալու իր կյանքին եւ ոնց կարող ենք օրինակ նորից
բարձրաձայնել այդ հարցը, որովհետև ինձ թվում է, որ հիմա այդ խայտառակ վիճակն է մեր պետության մեջ, որ կարող են ամեն ինչ անել, որ մարդուն վերացնեն։ Եվ կարող ենք մենք աջակցել ինչ-որ շատ մարդիկ իրար հետ հավաքվենք եւ ինչ-որ աջակցենք, որ այդ հարցը նորից բարձրանա եւ լսեն։ Շնորհակալություն։ Իհարկե, հանրային ճնշումները շատ կարևոր են, հատկապես հենց Արմենի եւ Պավլիկի գործերի հետ կապված, որովհետև երկուսն էլ հանիրավի, ես այն կարծիքի եմ, որ այնտեղ նաև այլ մարդիկ նույնպես հանիրավի գտնվում են այսօր բանտախցերում, անմեղ են, որովհետև հանցանքի մեջ նրանց պետք չէ մեղադրել, որովհետև 16 թվականին ինչ որ եղել է, ես ունեմ իմ նաև պատկերացումները եւ փաստարկումները եւ փաստերը այդ ամենի վերաբերյալ, թե ինչպես են նրանց մցրել այդ ՊՊՑ գունդը, ինչի համար են մցրել, այն որ այո, Արմենն էլ, Պավլիկն էլ կարիք ունեն աջակցության, ես չեմ կարծում, որ այնտեղ իրենց կյանքի նկատմամբ ոտնձգություն կկատարեն, որովհետեւ այնուամենայնիվ, եթե չլինի, չգիտեմ ինչ պատվեր, այդ անձնակազմը կալանավայրերի բավականին հարգանքով են իրենց նկատմամբ, բայց հանրային ճնշումները շատ կարևոր են, որովհետև այս մարդկանց նկատմամբ կայացվել են ուղղակի ակնհայտ անարդարացի դատական ակտեր, եւ այս մարդիկ անմեղ են բացարձակ եւ պետք է լինեն ազատության մեջ, բայց քանի որ կան Արևիկ Ստեփանյաններ եւ այս գործող իշխանությունը, այս մարդկանց իրավական այդ օգնությունը եւ արդարադատությունը այսքան ուշանում է։ Իսկ պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը անձամբ ինքը իր կառավարության ներքո մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր բողոքի վերաբերյալ ոչ մի բան չի գրում եւ ինքը այդ դատական ակտի միջոցով եվրոպական դատարանի այստեղ գալիս է վճռաբեկ դատարանում արդարացվում է, ինքը իրան արդարացնում է, այսինքն մենք այսպիսի վիճակի մեջ ենք, եթե դուք համախմբվեք, ներկայացնեք հայտարարություններ, բողոքներ, Արմենի վերաբերյալ, Պավլիկի վերաբերյալ, ինչու՞ չէ նաև մնացածի վերաբերյալ, որտեղ նրանք էլ են անմեղ այդ Սասնա Ծռերի այլ անդամներ, որովհետև ես գործին ծանոթ եմ, գիտեմ մանրամասները գործից, թե ինչպես են նրանց մցրել այնտեղ, այդ 3 ոստիկանի սպանությունը բարդել իրենց վրա, որ ընդհանրապես այդ ոստիկանների սպանության հետ նրանք գործ չունեին, կապ չունեին, թե տարբեր պայմաններում են նրանք սպանվել եւ սպանվում էին նրա համար, որպեսզի ապացուցվեր, նաև փաստարկվեր այն հանգամանքը, որ իբրև թե Սասնա Ծռերը ահաբեկիչներ են։ Մինչդեռ այդպես չի եղել։ Եթե կանեք նման գործառույթ, շատ շնորհակալ կլինեմ, Արմենն էլ շնորհակալ կլինի, Պավլիկն էլ շնորհակալ կլինի, որտեղ ամաղ մարդիկ չպետք է լինեն բատախցում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ելենա ջան, բան ուներ, չէ՞, արձագանքել։ Միայն շնորհակալություն։ Խնդրեմ։ Հեսա պարոն Բեկտաշյանն ու Լևոն են հարցնում։ Ոչինչ, թող խոսանք, հետո եթե ժամանակ կլինի, էլի հարց կտա։ Շատ բարի։ Շատ բարի։ Խնդրեմ պարոն Բեկտաշյան եւ Լևոն հետո։ Պարոն Բեկտաշյան, վիդեոն կարող եք անջատել ձեր հարց տալուց։ Անջատեք, որ անընդհատ կամերան լավ աշխատի։ Խնդրեմ պարոն Բեկտաշյան։ Բարի ողջույն։ Հարգանքներս։ Բարի։ Ոստանջան Բեկտաշյան Սամվել, զինվորական նախքին չի լինում զինվորական, զորահրամանատար եւ այլ եւ այլ։ Իմ երկու հարց, որպես իրավաբան ձեզ, ձեր աշխատած ժամանակ պետական մարմիններում ուրեմն ոչ թե Արցախի խնդիրը եղել ընդհանրապես, այլ եղել է հայության խնդիր։ Ադրբեջանաբնակ հայության խնդիր, որտեղ նաև որպես իրավունքի սուբյեկտ կար նաև Արցախ։ Եվ մինչև Արցախի դժբախտությունը, կասեի, 600,000 հայ մարդ բռնատեղահանվեց, որը 51-րդ հոդվածով, ինչքան հիշում եմ, դա միջազգային իրավունքի, դա ցեղասպանություն է,
Եվ բռնատեղահանման փաստը պաշտոնական փաստաթղթերում գրվեց ոչ թե բռնատեղահանում, այլ փախստական, դրանով իսկ զրկվեցինք միջազգային իրավունքի համապատասխան հոդվածից օգտվելու հնարավորությունից, ինչու ժամանակին դուք դա չեք արել իմանալով այդ ամբողջը։ Եվ երկրորդ հարցը, Արցախը իր անկախությունը ձեռք է բերել ազատագրական պայքարի ճանապարհով, Պարուլ Հայրիկյան կոչվածով այդ ազատագրական պայքարի իրավունքը տեղափոխվեց ինքնորոշման իրավունքի դաշտ, նորից զրկվեցինք միջազգային իրավունքի համապատասխան հոդվածից օգտվելու հնարավորությունից։ Դուք դրանք չեք տեսել, ուշադրություն չեք դարձրել, թե ստիպված եք եղել լռել։ Խնդրեմ։ Ուրեմն եկեք ես դες ուղեմ, նախ 600,000 չէ, միաժամանակ կա փաստաթղթեր, նաև Եվրոպայի խորհրդում արտացված զեկույցներ, որ Ադրբեջանից, այդ սովետական Ադրբեջան կոչեցյալից, որը կեղծ միավոր է, որը գողացել է նաև անունը Ադրբեջան անունը, այսինքն գողացել են, կպցրել են այդ կեղծ միավորին, հայությունը, նաև Բաքվի հայությունը ներառյալ, նաև այլ տարածքների հայությունը Գանդակի և Դաշտային Արցախի և այլն, 700,000-ի մասին է խոսքը, ոչ թե 600,000, մեկ։ Դա միջազգային զեկույցներում ամրագրված է 2։ Այն, որ ես բարձրացրել եմ այդ հարցերը, դուք տեղյակ չեք, 3։ Այն, որ գործող իշխանությունները այս 30 տարիների ընթացքում դրան չեն ուզեցել անդրադառնալ, դա 4։ Այն, որ իմ պատգամավորական գործունեության ժամանակ եղել է նաև նախագիծ Բաքվում տեղի ունեցածը գնահատել որպես ցեղասպանություն որակել, դա մերժվել է ազգային ժողովի կողմից։ Այն, որ ես ներկայացրել եմ եզակի մարդ եմ, որը ներկայացրել եմ 2 նախագծեր, որոնք վերաբերում էին Քեմալա-բոլշևիկյան այդ պայմանագրի չեղարկմանը, որովհետև դա նույնպես ապօրինի է, և Թուրքիայի Հանրապետության կողմից հայկական տարածքների զավթման դատապարտման վերաբերյալ, դուք երևի տեղյակ չեք։ Հետևաբար խոսել այն մասին, որ ես լռել եմ, բացարձակ իրականությանը չի համապատասխանում, դուք ուղղակի եթե ուսումնասիրեք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագծերի արխիվը, ապա կտեսնեք իմ հեղինակությամբ այդ բոլոր փաստաթղթերը և կհասկանաք, որ ես չեմ լռել։ Ես ընդհակառակը մշտապես բարձրաձայնել եմ և մշտապես դա իմ սկզբունքներն են և իմ ծրագիրն է, իմ քաղաքական, այսպես ասած, վարքագիծն է եղել և մնում է, շարունակում է մնալ։ Ինչ եք ուզում ասեմ, Բաքուն երբեք ադրբեջանական չի եղել, երբեք թուրքական չի եղել, նույնիսկ հիմա ես չգիտեմ Բաքուն ինչական է և մեծ հարցականի տակ է, արդյոք Բաքուն շարունակելու է լինել Ադրբեջան։ Շնորհակալություն, պարոն Ես մոդելայի, որ դուք զինվորական եք, որտեղ եք ծառայել, որ զորամասում և ինչ եք, ասենք, ձեր գործառույթները ինչուն են կայացել։ Ես եղել եմ հատուկ գնդի շտաբի պետը, որի վրա կայացել է հայոց բանակը։ Եվ որ ծառայել։ Հիմնադրման օրից 90 թվականից 94-ը մինչ ավարտ, մինչ հաղթանակ։ Այսինքն այդ պատերազմական տարիներին եք։ Այո, և այդ տարիներին կարողացել եմ 2 անգամ այդ ինչ ներողություն։
94 թվականի զինադադարի կնքումը։ Ինչ։ Ասում եմ մինչև 94 թվականի զինադադարի կնքումը, թե հետո էլ եք ծառայել։ Հետո էլ շարունակել եմ ծառայել 8 տարի։ Հետո առողջության պատճառով դուրս եմ եկել։ Վիրավորված եմ։ Մի հարց կարելի է։ Հիմա ձեզ ենք հարցնես, պարոն Բեկմամբետ, խնդրեմ։ Այդ դեպքում դուք ինչու մեր հաղթանակած բանակը, որ գնում էր, ազատագրում էր մինչև Հորադիս կայան, այդ կայարանը, ինչու չազատագրեցիք, օրինակ, Գանձակը, Շաումյանը, Գետաշենը, Արծվաշենը, Նախիջևանը, ազատագրական գնում ենք, չէ՞։ Եվ ինչու կնքեցիք այդ խուժան 94 թվականի զինադադարը։ Այդ չկնքեցիք կապիտուլյացիա։ Ես հիմա ձեզ եմ հարց տալիս։ Տեղին հարց է, եւ նայեք, երկու անգամ հատուկ գունդը ես դեմ եմ հանել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ստիպել եմ Վազգեն Սարգսյան վարչապետին ինքը հեռացրել է պաշտոնից։ Այդ հեղինակը ես եմ, այդ ամբողջ։ Այդ ավելի պարզապես քաղաքական ուժերը սկսել են վերացնել մեր տղաներին, կարևոր անձիկ, որոնք տանում էին, եւ մեր զրույցը հանգեցնում են հետո թե ինչ ենք անելու, եթե Հայաստանի ղեկավարը առաջնորդը չեղավ զինվորական, միայն քաղաքական խաղարկումներով փորձել Հայաստանը դուրս հանել այս վիճակից հնարավոր չէ, պարզապես։ Եթե ռազմական առաջնորդները զինվորական ազգային տեսակ չեղան, եղան օտարապաշտ, այն ինչ որ եղել է եւ կա։ Մենք արդյունք չենք ունենալու։ Հիմա Տիգրան Բոսնանյան, մյուս հարցից պատասխանը կխնդրեի։ Ինչու ազատագրական պայքարով ձեռք բերած անկախությունը տեղափոխվեց ինքնորոշման իրավունքի դաշտը, ոնց եղավ եւ քանի որ եւ նախորդ հարցից եւ հետեւյալ հարցի նյութը վաղեմության ժամկետ չունի, արդյոք ձեր հետագա ծրագրերում կամ գործունեության ընթացքում նախատեսել եք, որովհետև այդ տեղահանված մարդիկ կան եւ քանակը ոչ միայն բավարար է եւ վկայություններ կան եւ պաշտոնական փաստաթղթեր կան, որ շարունակեք գործունեությունը, որ դատի տալ այդ ցեղախմբին, վարչական, իշխանական, չգիտեմ, Աբշերոնյան, Կրեմլյան, որ կատարվել է հայերիս նկատմամբ հերթական ցեղասպանություն։ Եվ խնդրանքս հիմա նորից հիշեցնեմ, ինչպես եղավ, որ ազատագրական պայքարով ձեռք բերած անկախությունը միջազգային իրավունքի դաշտում տեղափոխվեց ինքնորոշման իրավունքի դաշտ եւ որը փակուղի էր ի սկզբանե։ Ուրեմն տեսեք, ես մի հատ համեմատություն անեմ։ Պատկերացրեք ազատագրական բանակ է, դուք ասում եք ազատագրական պայքարի մասին։ Ազատագրական բանակը գնում հասնում է Հորադիս կայարան, այդ մենք Արաքսի հովտի մասին է խոսքը։ Այդտեղ այդ պահին հայերը չէին ապրում, բայց այն մաքուր հայկական տարածքները, Գանձակ, Դաշտային Արցախ, Շաումյան, Գետաշեն, որ ընդհանրապես շատ կարճ ժամանակահատվածով են մարդիկ դուրս եկել այդտեղից, այդ շրջանները չեն ազատագրում։ Այսինքն այս ամեն ինչը հիմա վերադառնում եմ ձեր հարցին։ Ինչու ազատագրական պայքարով ձեռք բերված անկախությունը դարձավ ինքնորոշման իրավունքի իրացման հարց, որտեղ եղել է պայմանավորվածություն։ Այն հռչակագրերը, որ անկախության հնչեցին 90-ական թվականներին 15 հանրապետությունների վերաբերյալ, ուղղակի մի կենտրոնից բաժանվեցին այդ հանրապետություններին, որովհետև պետք էր քանդել Խորհրդային Միությունը։ Ոչ թե նրա համար էր դա տեղի ունենում, որ մենք ունեինք իղձեր, ազատագրական պայքար եւ այլն։ Իհարկե մենք դա ունեինք, բայց դրանք եղել են պայմանավորվածությունների ներքո, ինչպես նաեւ դուք եք ասում, այո,
եղել են ազգային մարդիկ, հերոսներ, որոնց վերացրել են, որովհետև թույլ չեն տվել, պայմանավորվածություններ են եղել, որ դուք չպիտի գնաք եւ չպիտի ազատագրեք ձեր ազգային հողերը եւ ձեր ազգային նպատակները չպետք է իրականացնեն։ Դա համար չեն թողել, որ գնանք ազատագրենք Գանձակը։ Չեն թողել, որպեսզի մենք գնանք Նախիջևանը ազատագրենք։ Այն թողել են ազատագրել այնքան, հատկապես, որ հիմա նայում ենք այն լանդշաֆտին, այն Գագիկը չթողեց, որ ես այդ մասով ծավալվեմ։ Խնդրեմ, ծավալվեք, չէ, խնդրեմ։ Ողջ Արաքսի հովիտը այդ նույն այսօրվա զավթված Արցախի տարածքը, այդ թվում դեպի Կապան, դեպի Մեղրի եւ այլն, այդ ամբողջ այդ մասը ռազմական շինարարության տակ է հիմա գտնվում։ Այսինքն սրանք եղել են բոլորը պայմանավորվածություններ, սրանք պատահական բաներ չեն։ Ուղղակի մենք հիմա էլ կան պայմանավորվածություններ։ Մենք այնքան պետք է շրջահայաց լինենք, որ կարողանանք մեր շահերը համադրենք այդ պայմանավորվածությունների հետ։ Իսկ այն ինչ որ ասում եք, որ կան այդ մարդիկ, ովքեր որ հայրենազրկվել են, ցեղասպանվել են, այո կան նաև հայցեր բազմաթիվ, այդ թվում նաև խոշտանգումների, այդպես սպանությունների վերաբերյալ, բայց չկա դրա տակ քաղաքականություն եւ պետություն։ Եթե դրանք չկան, ապա մենք չենք կարող դա իրականացնել։ Պետք է բանակ ունենանք, պետք է այդ պետական ինստիտուտները ունենանք, որպեսզի կարողանանք իրականացնել։ Իսկ այն, որ արխիվները կան եւ ցանկության դեպքում այս աշխարհաքաղաքական բանակցությունների պայմանավորվածությունների դեպքում վերջը մեզ էլ է բաժին ընկնելու մեր արդարությունը, այսպես ասեմ։ Անչափ շնորհակալ եմ, միշտ եղել ես գեղեցիկ, կայուն մտքով, հայուհի եւ ուրախ եմ, որ կաս։ Շնորհակալ։ Տեսա։ Իսկ ես ոչ թե կանգնեցրեցի Տիկին Պոստանջան, ուղղակի ես էլի եմ կրկնում, դուք Հայաստանում ճանաչված մարդ եք։ Ցանկացած խոսք առանց այն ներված մարդու հանդեպ միշտ ինքը բերում առաջինը նեգատիվ հետևանքի վախի, ես գիտեմ դա ինչա, Տիկին Պոստանջան, ինչ փողոցում մեկը ասի կռիվա լինելու, ինչ падգամավոր քաղաքապետարանի մեր ավականի եւ այլն ասի, դա հասկացաք, դրա համար ասեցի, շնորհակալ, թե չկանգնեցրեցի ձեզ։ Հիմա թող Լևոնը հարց տամ, մեկ հարց ունեմ ներքին հենց քաղաքապետանից, խնդրեմ Լևոն տուր, Լևոնը բավական երկար սպասեց, Լևոն խնդրեմ։ Բարև ձեզ, բարեկուն ձեզ, լսվում է, չէ՞։ Ճիշտ ասած ես հարցը հենց Արմեն Բիլյանի մեկ էլ Պավլիկի հետ կախված հարց էր, բայց ոնց հասկացա նույն հարցներ չկրկնվեն, Ելենայի տվածը, բայց հստակության համար ուզում եմ հասկանամ Տիկին Պոստանջան, որպես իրանց ադվոկատ եւ իրավաբան, փաստորեն դուք գտնում եք այդ հարցը ստացվում է միայն ու միայն քաղաքական որոշման ներքո պետք է լուծվի։ Իրավական ոչ մի համարյա ոչ մի լուծում չունի, հա, ճիշտ հասկացա։ Իհարկե իրավականին պետք է զուգահեռաբար գնա, այնուամենայնիվ տեսեք Ելենան ասեց, կարծեմ Ելենան էր, չէ, որ ինչով կարող ենք օգնել։ Հիմա նույն ձևի այս խմբի մարդիկ, ովքեր շահագրգռված են եւ ցանկանում են օգտակար լինել եւ Արմենին եւ Պավլիկին, նույնիսկ ես կարող եմ իրենց համար պատրաստել այդ իրավական տեքստը, որը ուղղեն իրենց անուն ազգանուններով մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին, որպես հանրային, այսպես ասենք, հատված, որը պահանջ ունի եվրոպական դատարանի նկատմամբ եւ ակնկալիք ունի եվրոպական դատարանից, հայցում է արդարադատություն այդ կեղծիքը վերացնելու ուղղությամբ։ Նույնիսկ ես այդ տեքստը կարող եմ պատրաստել, դուք այդ ովքեր որ ցանկանում են, այդ տեքստի տակ ստորագրել եւ ուղարկենք Ստրասբուրգ։ Օրինակ դա էլ է, դա իրավական ճնշման եւ բողոք ներկայացնելու միջոց է։ Սա իրավական է, իսկ իհարկե քաղաքական մասով
Նույնպես, որովհետև տեսեք 16 թվականին որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում այն էլ մարդիկ, ովքեր որ գտնվում են քրական հետապնդման մեջ եւ իրենց հեռախոսները գտնվելու վայրը ամբողջը ԱԾ-ի կողմից վերահսկվում էր, չէին կարող զենքը վերցնել մտնեին ՊՊՑ գունդ։ Այսինքն այս ամեն ինչը վերահսկված է եղել։ Եվ հետևաբար դրա հեղինակները իհարկե մինչև հիմա էլ գործում են եւ չեն ցանկանա նույն Արմենին եւ Պավլիկին ուզենան տեսնել ազատության մեջ, որովհետև այս մարդիկ անկախ են լինելու, իրենց խոչընդոտելու են եւ բացի այդ ՊՊՑ գնդի նաեւ ավանտյուրան է բացահայտվելու, ով էր հեղինակը, ինչու համար դա տեղի ունեցավ եւ ինչու 3 ոստիկան անմեղ սպանվեցին։ Այդ թվում նաեւ այն Գագիկ Մկրչյանը, ով վիրավորվել էր թևից, ստացել էր հետո մարմնական վնասվածքներ որովայնի շրջանում հրազենային, տեղափոխել էին ոստիկանները Հերացու անվան հիվանդանոց, ով այնտեղ մի ամիս ապրել էր, նոր մահացել էր։ Այդ մահը դիտավորյալ սպանություն դրվել է Արմենի վրա, բայց այդ մարդը նույնիսկ ՊՊՑ գնդում չի մահացել։ Այսինքն սա ակնհայտ կեղծիքներ են, որը իհարկե քաղաքականության փոփոխության միջոցով կարող է լուծվել, որովհետև այդ կեղծիքներ անողները, այդ նույն Գագիկ Մկրչյանի սպանողները այս պայծրությամբ չեն ցանկանա որ բացահայտվեն։ Շնորհակալություն, Լևոն արձագանք։ Շնորհակալ եմ։ Չէ, արձագանք չունեմ։ Մերսի շատ։ Շնորհակալություն։ Եթե կարելի է մի հատ մեջ բերում անեմ։ Խնդրեմ, Տիկին Պոստանջանին հեսակ։ Տիկին Պոստանջան, իհարկե ուրախ կլինենք կազմեք այդ փաստաթուղթը։ Մենք արդեն փորձ ունենք Վարդան Ղուկասյանի դոկ կուսակցության ղեկավարի համար փաստաթուղթ էինք դրել, երբ մեր ամբողջ հետևողները եւ խումբը ուղղել էր ամերիկյան դեսպանատուն, որից հետո Ամերիկայի մեդիան սկսեց խոսել Վարդան Ղուկասյանի մասին։ Իհարկե ուրախ կլինենք, եթե դուք այդ փաստաթուղթը կազմեք, տակ Գագիկին եւ մենք կխնդրենք մեր ամբողջ հետևորդները եւ լսողները, որպեսզի եւ email-ի հասցեն կխնդրենք դնեք, որտեղ ուղենք։ Շատ լավ։ Շնորհակալություն, հարգելիներս, ժամու կես տանցել է, Տիկին Պոստանջանին էլ հանգստան, կարող եք հարցել, Գևորգ, 1 վայրկյան հեսա։ Մեկ հարցել ես կտամ, կարճ կպատասխանեք Տիկին Պոստանջան։ Այս տրանսպորտի թանկացմանը ավականին այդքան ակտիվ ինչու չմասնակցեց, կարճ։ Ուրեմն տեսեք, մասնակցեց։ Ես այսօր օրինակ Աչափնյակից դատարանի նստավայրից նստեցի ավտոբուս, 32 համարի ավտոբուսը, այդ ժոնգ-թոնգ, այդ խայտառակությունը, որը ահավոր աղմկում է եւ էքսպերիմենտալ նաեւ ավտոբուսներ են, որը գնել են եւ փորձաշրջան են անցնում չինական ավտոբուսներ են Երևանի փողոցներում, այսինքն մասսայական վաճառքի դրանք դրված ավտոբուսներ չեն։ Ուրեմն այս վարորդը սենց է անում, ովքեր որ նստում են երկրորդ դռնից, մոտեցեք վճարեք, նոր դուրս եկեք։ Ես բղավեցի, ասացի, իսկ եթե մենք բոյկոտում ենք, ապա ինչու պետք է գանք ձեզ մոտենանք։ Ավտոբուսի մեջի քաղաքացիները սկսեցին արդեն արձագանքել, որ հերիքա թարանում եք եւ այլն։ Ուրեմն աշխատանքները տարվեցին, բացի այդ նաև նախաձեռնվեց հատուկ նիստ, որ քննարկում տեղի ունենար, քանի որ հստակ ունենք հաշվարկներ, որ ինքնարժեքը մեկ ուղևորափոխադրման ընդամենը 62 դրամ է, ընդամենը, պատկերացնում եք, այսինքն նույնիսկ 100 դրամի դեպք իրենք էլի գումար են աշխատում, բայց հիմա ավելին են աշխատում, բայց ուզում էին 300-ը աշխատեին։ Փախան այդ նիստից, նիստը տեղի չունեցավ, դուք հիշում եք։ Փետրվարի 18-ին դրանք փախան, այսինքն Ավինյանը նույնիսկ նիստի չմասնակցեց։
Իհարկե դա պետք է հետ վերադարձվի նախքին առնվազն 100 դրամի, էլ չեմ ասում, որ միգուցե պետք է շատ խավերի համար նաև լինի դա անվճար, որովհետև այդ հնարավորությունները ունի, եթե 62 դրամ է, ապա մի բավականին մեծ խավ կարող է օգտվել այդ տրանսպորտից անվճար։ Սա նույնպես քաղաքականություն է, այսինքն պետք է Երևանում առաջնահերթ իշխանությունը փոխվի, այս կոռումպացված իշխանությունը Ավինյանի գլխավորությամբ պետք է հեռացվի միանշանակ, ոչ միայն հեռացվի, այլ արդեն ասել եմ, Արմենին բանտախուցը Արմենը ասել է, որ մեր կընդունի Ավինյանին իր բանտախցում փոխանակում կանեն, իսկ Պավել Մանուկյանն էլ կընդունի Նիկոլ Փաշինյանին։ Իսկ նրանց համատեղ աշխատող բևեռը, դրանց մասին լռենք, որոնք ցանկանում են ապացուցել բոլոր եթերներում, թե Արմենն է մեղավոր, Պավլիկը մենք չկանք, որոնք կատարում են պետական հրաման։ Կարճ կոնկրետ։ Եթե լռեք, դա ձեր գործն է։ Ոչ, տեսեք, ես չգիտեմ իրանք ինչ են ասում, ես իրենց չեմ լսում։ Դեպ իրենց լսելը դա ափսոս է ժամանակը եւ իմ ականջները։ Չի կարելի լսել, այսինքն ոնց թե մեղավոր։ Ես այնտեղ մեղավոր մարդ չկա։ Այսինքն ՊՊՑ գունդ մտնողներից որևիցե մեկի նկատմամբ ես գործին ծանոթ եմ։ Իրենց տարել են, մցրել են այնտեղ այդ գործառույթները օգտագործել են իրենց ազնիվ մղումները օգտագործել են եւ այդ 3 ոստիկանի սպանությունը դրել են ամեղ մարդկանց վրա։ Ես գործի նյութերին ծանոթ լինելով եմ ասում։ Այնտեղ մարդ չկա եւ մեկին կարգել մեղքի մեջ դա նույն Սասնա ծռերի անուն իրենց վրա վերցրած Սերժ Սարգսյանի կողմից նախորոք տարած պահված Ժիրո եւ մնացած մապյաններ, որոնք այդ անունը վերցրել են իրենց վրա, իրենք ասում են Արմենը մեզնից հեռացել է, մենք չենք կարող օգնենք, բայց իրանք բոլորը ազատ են, դրա համար ասեցի։ Մենք ազատ ենք, բայց մենք իրան չենք կարող օգնել, մենք մեղք չունենք, ոչ մեկ կազմակերպիչ օգնում։ Գիտեմ։ Երկրորդը ուրեմն շատ մեծ հարցական է։ Ինչու են այս տղաները բանտախցում, իսկ իրենց այսպես կոչված պարագլուխը ազատության մեջ։ Հետևաբար արդեն ամեն ինչ պարզ է։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք։ Գևորգ, վերջին հարց եւ ավարտենք։ Ունես հարց։ Խնդրեմ։ Հարցս Տիկին Զարուհի Պոստանջյանին ուզում եմ իմանալ ինչ գիտեք, նախան հաղորդումը սկսել է YouTube-ում մի հատ վիդեո տեսա ABC News Media-նա ցույց է տալիս, որ այսօրվա Ալիևի հայտարարությունը, որ 2020 թվականին Հայաստանը կապիտուլյացիա ստորագրեց։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ է լինում այն երկրների հետ, որոնք կապիտուլյացիա են ստորագրում։ Հայաստանը սակայն փորձում էր իրեն այնպես պահել, կարծես ոչ 30-ամյա օկուպացիա է եղել, ոչ էլ 44 օրվա պատերազմ։ Բացի այդ, նրանք շատ վատ խորհուրդներ են ստանում իրենց այսպես կոչված բարեկամներից, ի նկատի ունի Ֆրանսիան եւ այլն։ Դուք մի տեղեկություն ունեք, ստորագրվել է այդ կապիտուլյացիան, թե ոչ։ Բայց ստորագրվեց նոյեմբերին ինչ էր ստորագրվել։ Ինչ պրիմիտիվ հարց էր։ Ստորագրվել է, կապիտուլյացիան ինչ կապ ունի։ Թուղթը էլ եմ ասում, ցանկացած իշխանապահության դեպքում թուղթը ստորագրվել է կապիտուլյացիա։ Հա, բայց թուղթը եթե չկոչվում է ուղղակի համաձայնագիր, բայց հողերը տալիս, դա կդառնա կապիտուլյացիա։ Շնորհակալություն։ Տիկին Պոստանջյան, արձագանքելու ունեք, եթե ոչ, ասեմ ստեսություն։ Գագիկ ջան, ինձ 2 հարց էլ տվեք նոր, եթե Տիկին Պոստանջյանը չի հոգնել։ Տիկին Պոստանջյանը, չէ, խնդրեմ տվեք։ Ոչ մեկը մի տվեք արտակ 2 հատ հարց տու, կարճ։ Տիկին Պոստանջյանն էլ ժամ 45 րոպե հաղորդում ա։ Խնդրեմ, տվեք Ելենա, իրականում հարցերը շատ են, բայց ես հույս ունեմ հետո մենք առանձին խոսենք։ Տիկին Պոստանջյանին։ Տիկին Պոստանջյան, դեք մեր մոտ կա։
Իմիջիալոց մեր եթերը միակ եթերն է, որտեղ մոնտաժ չի լինում, Տիկին Պոստանջան, բոլորը կտեսնեք դուք անց։ Ուրեմն մեր Գևորգին ասեմ, որ կապիտուլյացիա ենթարկված երկրների հետ ոչ մի բան էլ չի լինում, ես օրինակ կբերեմ Քուվեյթ, օրինակ կբերեմ Ճապոնիան, Գերմանիան, ուրեմն իշխանությունն է փոխվում, ամեն ինչ ուղղվում է, իսկ հիմա Տիկին Պոստանջան հարցս ինչու, ասենք, Քոչարի կուսակցությունը տվել է ծրագիր անվճար տրանսպորտը, որպեսզի այն քաղաքական ուժերը, որ պոպուլիզմով են զբաղվում, թե թոշակառուներով են փորձում ձայներ հավաքել, թե այն խոցված չունևոր ժողովրդով ու բացատրել ենք, թե ինչ առավելություններ է տալիս, աշխարհի օրինակներն ենք բերել, ինչու չընդունեցիք այդ անվճար տրանսպորտը, իրոք, ասենք, դաշինքի ղեկավարը, ես գիտեմ պարոն Քոչարյանը, իր հարցազրույցին նույնիսկ կրկնեց, ասաց տրանսպորտը պետք է լինի անվճար, այսինքն ինչու միանգամից քոքիդ չկտրել այդ պոպուլիզմը, որ մեր ժողովրդի իղձերի ցանկությունների վրա հետագայում այլ քաղաքական ուժեր չխաղան, սա առաջի հարցն է, պատասխան, երկրորդն էլ տամ միանգամից լինենք մի քիչ սատանայի փաստաբանը, Արմեն Բիլյանի Պավլիկի գործը, արդյոք այսօրվա իշխանություններին էր ձեռ տալիս, որպեսզի սարքեին 25 տարի կամ ոչ, ասենք կոնկրետ վարչապետին, ինչ էր, մոտիվը ինչ էր վարչապետի, որպեսզի սարքեր, թե դուք ուրիշ մոտիվ եք տեսնում ուրիշ տեղից։ Ներեցեք, դուք հետևել եք այդ 16 թվականին ՊՊԾ գնդի գրավման օրերին, Նիկոլ Փաշինյանի այցին, Արմենի խոսքերին, Պավլիկի խոսքերին, եթե հետևել եք, ապա դուք պետք է հասկանաք, որ Նիկոլը նույնպես այդտեղ շատ կարևոր դեմք էր եւ Նիկոլին բեմահարթականելու ժամանակ իր հայտարարությունները են, որ սենց փոքր թերթիկի վրա իրեն գրում տալիս են, ինքը ընթերցում էր, եթե չեք տեսել, բացեք, նայեք, շատ բաներ պարզ կլինի, որ այս իշխանափոխությունը նաեւ Գարեգին Չուքազիզյանի հայտարարությունն է, որ հացադուլ էր անում, ասեց մենք այսպես կոչված հեղափոխությունը պետք է շուտ անենք դեռ այն ժամանակ, բայց մեզ խանգարողներ եղան եւ այլն եւ այլն։ Իհարկե սրանք սա իրար հետ ամբողջը կապ ունի եւ շարունակություն ունի, նույն տրամաբանության մեջ են։ Ես ձեզ խորհուրդ կտամ բացեք բազմաթիվ տեսաձայնագրություններ կան, ձեր համար պատկերը բացարձակ պարզ կլինի։ Բացեք նայեք, մի քանի ժամ տրամադրեք, ավելի լավ կպատկերացնեք, քան իմ խոսքերից։ Եվ մյուս հարցն էլ տրանսպորտի հետ կապված, ուրեմն տեսեք, կար մասնագիտական վերլուծություն, որ այսօրվա այս գործող տրանսպորտը, եթե ուզում ենք լավացնել, եթե ուզում ենք որակը բարձրացնել, ոչ թե չինական ավտոբուսներով, որ հայտարարակաղմուկ են բարձրացնում եւ իրենց որակական չափանիշները այդքան էլ ոչ թե այդքան էլ բարձր չեն, էլի բացարձակ լավը չեն։ Եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ տրանսպորտ, օրինակ ամբողջ տրանսպորտը լինի գերմանական արտադրության ավտոբուսներ, ոչ թե ման լինի, բարձր դասի, լյուքս դասի, այլ լինի Volkswagen, մենք կարող ենք այնպես անել, որ թեկուզ 100 դրամ մնար, բայց որոշ խմբերին, որոշ խավերին լիներ անվճար, բայց մենք ամբողջ ավտոբուսային այդ պարկը փոխեինք, բերեինք որակյալ ավտոբուսներ։ Այս դեպքում, այսինքն այն տարբերակը, որ լինի ամբողջությամբ անվճար, ես կողմ եմ, որովհետև քաղաքը հավաքում է բավականին մեծ գումարներ, հատկապես այն առումով, որ ես չնայած դեմ եմ, որ այս գույքահարկը այսքան բարձրացել է, պետք է իջնի, բայց այնուամենայնիվ իհարկե ցանկալի է, որ որոշ խավերի համար հատկապես տրանսպորտը լինի անվճար, կամ էլ այնպիսի տրանսպորտ լինի, որ մարդկանց գրպանին
այդ զգացնելը չտա, որ իրենք ծախս են անում տրանսպորտով երթևեկելու համար։ Շնորհակալություն հարցի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Պոստանջյան, ես մեկ բան վերջում կավել ասեմ, շատ կարճ, ոչ թե որ դուք պատասխանեք։ Ելենա, եթե հարց ունեք, կարճ ու վերջացնենք։ Ունեմ, կարճ, Տիկին Պոստանջյան, կարող եք ասել այո, ոչ, չգիտեմ։ Ուրեմն ես ինչքան նայեցի, դատարանում Պավլիկ ասում է, որ Արմեն Բիլյանը այնտեղ ընդհանրապես չի եղել եւ բարձրաձայնում է սպանողը, ով է սպանել այդ ոստիկանին, այդտեղ էլ է Էդվարդ Գրիգորյանը։ Այստեղ ընդհանրապես ոստիկանը, ում որ մեղադրում են Արմեն Բիլյանին իբրև թե նա սպանել է, ոստիկանը այդտեղ ուղակի թևից վիրավորվել է եւ իր ոտքով չի սպանվել։ Գագիկ Մկրտչյանը իր ոտքով ՊՊՑ գնդից դուրս է եկել եւ որտեղ է ստացել որովայնի շրջանում այդ հրազենային վնասվածքը, պարզ չէ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց ոստիկանները։ Այդ ոստիկանները հարցաքննվել են դատարանում։ Գագիկ Մկրտչյանը մահացել է ՊՊՑ գնդից իր ոտքով դուրս գալուց հետո հիվանդանոցում 1 ամիս անց։ Այսինքն հասկացա, բայց այդ նույնը ասել են, չէ՞ որ Արմենն է, yəni վիրավորել։ Իրենք Արմենի վրա գրել են, կարել են, նկարել են, այո, Պավլիկ ասում, Արմենը այնտեղ չի եղել, Արմենը չի վիրավորել, ով է վիրավորել, Էդուարդն է վիրավորել, թևից այդ հրազենային վիրավորումը հասցրել է 1 այլ անց, այդ մասին խոսել է։ Ելենա, մի խանգարի, թող պատասխանի։ Մի խանգարի։ Գագիկ Մկրտչյանը ՊՊՑ գնդում չի սպանվել։ Մահացել է այդ մարդը, այդ ոստիկանը 1 ամիս հետո հիվանդանոցում, այնտեղ սկի այդ որովայնի շրջանում այդ ծանր հրազենային վնասվածքները նա չի ստացել։ Շնորհակալություն։ Արձագանք ունեք, Ելենա։ Կուզենայեմ եկել Անժելա Թովմասյանին հարցերս, խնդրում եմ թող բարձրաձայնի, եթե կարելի է Սակուրաների պատմությունը մեր Երևանում, որ մոռացել են, եւ ծառերի կտրելու պատմությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տիկին Պոստանջյան, դա Անժելա Թովմասյանի հարցն է, ձեր հարցը չի։ Ես մի բան ավելացնեմ ու ավարտենք, նախ շատ շնորհակալ եմ այսօրվա եթերի համար։ Վաղը դա կլինի ինտերնետում, ձեզ էլ բնականաբար կարող եք տեսնել ուղարկել եմ առանցին։ Տիկին Պոստանջյան, դուք լավ ասեցիք ավտոբուսների համար, մի բան ուղղակի որպես կարճ լրացում։ Ես հենց հիմա ապրում եմ Ման գործանի մոտ եւ այն թիվը, ինչ որ ներկայացվում է Հայաստանում գնման ավտոբուսի թիվը, նույնիսկ Մանի դեպքում, երևի մի 2-3 անգամ ուղղճացված է։ Եթե Երևանի քաղաքապետանը գա, դա չնչին բան է, որ Ման գործան մտնի ու ինքը կարողանա ավելի էժան, մանավանդ որ առնա մի քանի, ես իմ տասնյակը 100-ը ավտոբուս ավելի էժան ապրի։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն այսօրվա եթերի համար, շնորհակալություն բոլորիդ։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը Տիկին Պոստանջյանն էր։ Տիկին Պոստանջյան, ունեք որևէ ավելացնելու, թե վերջ։ Այո, ունեմ։ Ես կարծում եմ, ես շատ լավատես եմ, դուք սխալվեցիք, որ ինձ ասում եք ես լավատես չեմ։ Կգա մի օր, միասին կգնանք Երևանի կառավարումը երբ կստանցնենք, միասին կգնանք Գերմանիայի այդ Ման գործարանը եւ այդ լավագույն դասի ավտոբուսները շատ լավ գներով կձեռք բերենք մեր Երևան քաղաքի համար եւ ինչ չեմ նաեւ Գյումրիի համար, Վանաձորի համար, Ստեփանակերտի համար, դուք շատ եք նշում, որ մի օր գնալու ենք, այսինքն այնպես որ կգնենք այդ ավտոբուսները եւ իհարկե այնպես կանենք նաեւ հասարակությունը, որ հրաժարվի այդ ավտոմեքենաներից եւ նախընտրի հանրային տրանսպորտով երթևեկությունը քաղաքներում։ Շնորհակալություն, ստեսություն բոլորիդ, հիշեցնեմ կրկին անգամ մեր հյուրը Զարուհի Պոստանջյանն էր։ Ստեսություն։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Շնորհակալություն, որ Ստեփանակերտի